Երբ ունեցել եք այն զգացումը, որ ձեր կյանքը կփոխվի պարզ մի այոից։ Հենց դա պատահեց նրա հետ, երբ նա համաձայնվեց խնամել մի մարդու, ով արդեն հրաժարվել էր ինքն իրենից։ Սկզբում դա պարզապես աշխատանք էր, բայց ինչ-որ բան նրա ներսում նույնպես սկսեց բուժվել։ Եվ գուցե, պարզապես գուցե, դուք կհասկանաք, թե ինչու է սերը երբեմն գալիս առօրյայի քողի տակ։ Եթե այս պատմությունը ձեզ դուր եկավ, բաժանորդագրվեք մեր ալիքին, կիսվեք սիրելիների հետ։ Հիշեք մեզ ասել, թե որտեղից եք դիտում։ Մարինեն միշտ հավատում էր, որ կյանքը բաղկացած է փոքր ժեստերից։ Ոչ թե մեծ ելույթներից, ոչ թե դատարկ խոստումներից, որոնք արձագանքում էին Երանի փողոցներում, այլ այն լուռ պահերից, երբ հոգատարությունն ավելի բարձր էր խոսում, քան ցանկացած բառ։ Նա դա վաղ էր սովորել, շատ վաղ, այն բնակարանի նեղ միջանցքներում, որտեղ մեծացել էր, նոր թաղամասում, որտեղ սուրճի հոտը խառնվում էր բարակ պատերով ֆուտբոլ քննարկող հարանների ձայնին։ 27 տարեկանում Մարինեն իր ուսերին կրում էր մի պատասխանատվություն, որը նրա տարիքի շատ կանայք նույնիսկ չէին պատկերացնի։ Նրա մայրը, տիկին Սելեստը, 3 տարի առաջ ախտորոշվել էր դեգեներատիվ հիվանդությամբ, այդ ժամանակից ի վեր երիտասարդ կնոջ կյանքը սահմանափակվում էր խնամքի, դեղորայքի բժշկական խորհրդատվությունների առօրյայով, որոնք սպառում էին ոչ միայն նրա խնայողությունները, այլ նրա երազանքները։ Բուժքույրական քոլեջն ավարտելու ծրագրերը մնացել էին հետում, պահված մի դարակում այն տետրերի հետ միասին, որոնք մի օր նա հույսով էր թերթում։ Բայց Մարինեն բողոքելու մարդ չէր։ Ինչ-որ բան նրա բնույթում նրան տարբերում էր իր ճանաչած մյուս կանանցից։ Համբերություն, որը գրքերից չէր սովորում, լուռ ուժ, որը կարիք չուներ բղավելու իր ներկայությունը զգացնելու համար։ Նրա շագանակագույն աչքերը կրում էին մի խորություն, որը շատերը չէին կարողանում վերծանել, նրա ժպիտը, թե հազվադեպ այս դժվար օրերին, կարող էր լուսավորել ցանկացած միջավայր, որքան էլ մռայլ լիներ այն։ Հունիսյան այդ առավոտ Երանի երկինքը ծածկված էր մոխրագույն մառախուղով, որը կարծես ծանրություն էր դրել ամբողջ քաղաքի վրա։ Մարինեն արթնացավ զարթուցիչի զանգից առաջ, ինչպես միշտ, մոր համար նախաճաշ պատրաստեց։ Ծեսը միշտ նույնն էր։ Կտոր ստիճով եփած սուրճ, անկյունի հացատամ ֆրանսիական հաց, այն լուռ պահը, երբ երկուսն իրար էին նայում ամեն ինչ հասկանում առանց խոսելու կարիքի։ Ավարտում էր ամանները լվանալը, երբ հեռախոսը զանգեց։ Դա Սոնան էր, տնային առողջապահական գործակալությունից, որտեղ Մարինեն մի քանի ամիս առաջ գրանցվել էր։ Մյուս կողմից կնոջ ձայնը տարբեր էր հնչում, լի էր միշտապողականությամբ, որը Մարինեն անմիջապես չկարողացավ ճանաչել։ Նոր աշխատանք կա այստեղ, Մարինե։ Նուրբ դեպք է, բայց շատ լավ է վճարվում։ Շատ լավ։ Հաճախորդը պահանջկոտ է, նույնիսկ տաքարյուն, բայց ամսական գումարը կբավարարեր ձեր մոր բոլոր ծախսերը հոգալու նույնիսկ մի փոքր կմնար։ Մարինեն ավելի ամուր սեղմեց հեռախոսը։ Փողը հենց այն էր, ինչ նրան պետք էր։ Տիկին Սելեստի դեղերը գնալով ավելի էին թանկանում, իսկ հիմնական առողջապահական պլանը, որ նա կարողացել էր ձեռք բերել, չէր ծածկում անհրաժեշտ բուժումների կեսը։ Ինչի մասին է խոսքը, Սոնա։ Նա գործարար է։ Մի քանի ամիս առաջ դժբախտ պատահար է ունեցել, շարժունակության խնդիրներ ունի։ Պետք է մեկը, ով փորձ ունի, մեկը, ով գիտի դժվար մարդկանց հետ շփվել։ Եվ դուք ունեք այդ որակը, Մարինե։ Դուք սրբի համբերություն ունեք։ Մարինեն կծեց իր շրթունքը, հին սովորություն, որը վերադառնում էր ամեն անգամ, երբ նյարդայնանում էր։ Նա չէր սիրում փոփոխություններ, իր հարմարավետ գոտուց դուրս գալը, որը նա այդքան ջանքով էր կառուցել։ Բայց նա գիտեր, որ չի կարող իրեն թույլ տալ հրաժարվել։ Երբ կսկսեմ։ Վաղը իսկույն, եթե համաձայն եք։ Տունը կենտրոնում է, մի հսկայական առանձնատուն։ Հիվանդի անունն է Ռոբերտ Ալեքսանյան Սարգսյան։ Երբ լսել եք նրա մասին։ Մարինեն հոնքերը գիտեց։ Անունը մշուշոտ ծանոթ էր թվում, կարծես լսել էր նորություններում, բայց չէր կարողանում դեմքը պատկերացնել։ Վստահ չեմ։ Նա Հայաստանի ամենաազդեցիկ գործարարներից մեկն է։ Մի քանի ընկերությունների սեփականատեր, ներառյալ այն շինարարական ընկերությունը, որը միշտ թերթերում է։ Բայց դժբախտ պատահարից հետո նա ամբողջությամբ մեկուսացել է։ Ասում են, որ նրա հետ շփվելը գրեթե անհնար է։ Մարինեի սիրտը արագացավ։ Հզոր մարդ, ով սովոր էր հրամայել, այժմ իր մարմնի սահմանափակումներում։ Նա նախկինում էր նման դեպքերով զբաղվել, գիտեր, որ ամենադժվար մասը ոչ թե ֆիզիկական աշխատանքն էր, այլ հուզականը։ Մարդիկ, ովքեր սովոր էին վերահսկողությանը, լավ չէին ընդունում կախվածությունը։
Ես համաձայն եմ, ասաց Մարինեն, զարմացնելով ինքն իրեն իր ձայնի վճռականությամբ։ Հաջորդ օրը Մարինեն արթնացավ սովորականից ավելի շուտ։ Հագավ իր անթերի սպիտակ համազգեստը, շագանակագույն մազերը կապեց համեստ հանգույցով համբույրով հրաժեշտ տվեց մորը։ Տիկին Սելեստը նրա ձեռքը բռնեց սովորականից ավելի երկար, կարծես կանխազգում էր, որ ինչ-որ բան պատրաստվում է փոխվել։ Տաքսին հատեց քաղաքը երանյան երթեկությանը բնորոշ դանդաղությամբ։ Մարինեն պատուհանից դիտում էր, թե ինչպես են փողոցներն աստիճանաբար փոխվում։ Նոր-նորքի հին շենքերն ու կոտրված մայթերը տեղը զիջում էին կենտրոնի լայն ու ծառապատ պողոտաներին։ Կարծես նա մտնում էր մեկ այլ աշխարհ, մի աշխարհ, որտեղ փողը գնում էր ոչ միայն հարմարավետություն, այլ անվտանգ հեռավորություն այն իրականությունից, որը նա գիտեր։ Առանձնատունը հայտնվեց հանգիստ փողոցի վերջում, թաքնված բարձր, բաղեղապատ պարիսպների հետում։ Երկաթե դարպասն ավտոմատ կերպով բացվեց, երբ Մարինեն ինտերկոմով հայտնեց իր ժամանման մասին։ Արջի այգին անթերի էր, միլիմետրերով կտրված ծառերով պորտուգալական քարերից արահետով, որը տանում էր դեպի գլխավոր մուտքը։ Մի կին դիմավորեց նրան դռան մոտ։ Նա պետք է լիներ մոտ 40 տարեկան, հագին ուներ անթերի մոխրագույն կոստյում, ուներ ամենասառը հայացքը, որ Մարինեն երբե տեսել էր։ Նրա դեմքը անկյունային էր, բարակ շրթունքները ներկված մուգ կարմիրով, իսկ սմազերը հավաքված էին խիստ սանրվածքով։ Դուք պետք է լինեք նոր խնամակալը, ասաց կինը, առանց որը ջերմության ձայնի մեջ։ Ես Բեատրիս Սարգսյանն եմ, Ռոբերտի զարմուհին, նրա բիզնեսի կառավարիչը, քանի դեռ նա անաշխատունակ է։ Վերջին բառն արտասանելու ձը Մարինեին սարսուռ զգացնել տվեց։ Այնտեղ արամարանք կար, գուցե նույնիսկ բավարարվածություն։ Ուրախ եմ ծանոթանալ, տիկին Բեատրիս։ Ես Մարինե Սանթոսն եմ։ Բեատրիսը վերից վար զննեց նրան, ինչպես մեկը, ով ապրանք է գնահատում։ Մարինեն պահպանեց ուղիղ կեցվածքը, հայացքը ամուր, հրաժարվելով խոնարհվել այդ քննության առաջ։ Հենց հիմա պարզ կդարձնեմ այս տան կանոնները։ Դուք այստեղ եք իմ զարմիկին խնամելու համար, ոչ ավելին։ Ես չեմ ուզում մտերմություն, չեմ ուզում անհարկի խոսակցություններ։ Կատարեք ձեր աշխատանքը, հեռացեք աշխատանքային օրվա վերջում։ Ռոբերտը դժվար փուլում է, կարիք չունի շեղումների։ Վերջին բառը հնչեց որպես քողարկված զգուշացում։ Մարինեն պարզապես գլխով արեց, պահպանելով չեզոք արտահայտությունը։ Բեատրիսը նրան առաջնորդեց առանձնատան միջանցքներով։ Ամեն ինչ չափազանց մեծ էր, չափազանց սառը, չափազանց կատարյալ։ Պատերին կախված նկարները կարծես թանկ դեկորատորի կողմից էին ընտրվել, ոչ թե մեկի, ով իսկապես գնահատում էր արվեստը։ Ընտանեկան լուսանկարներ չկային, խառնաշփոթ չկար, կյանք չկար։ Նա սենյակում է, երկրորդ հարկում։ Դժբախտ պատահարից ի վեր հրաժարվում է իջնել գլխավոր սենյակներ։ Այնտեղ կգտնեք ամեն ինչ, ինչ ձեզ պետք է, ֆիզիոթերապիայի սարքավորումներ, դեղորայք, բժշկական զեկույցներ։ Ցանկացած հարցի դեպքում դիմեք ինձ։ Բայց մի անհանգստացրեք նրան անհարկի հարցերով։ Ռոբերտը դրա համար համբերություն չունի։ Մարինեն բարձրացավ սպիտակ մարմարե սանդուղքով, զգալով տան լռության ծանրությունը իր ուսերին։ Հասավ մուգ փայտե դռանը, մեղմ թակեց։ Ոչ մի պատասխան։ Նորից թակեց, մի փոքր ավելի ուժեղ։ Շուտ արի ներս, ասաց կոպիտ ձայնը մյուս կողմից, լի գրգռվածությամբ։ Մարինեն խորը շունչ քաշեց, շրջեց դռան բռնակը։ Սենյակը հսկայական էր, բայց վարագույրները փակ էին, ստեղծելով արհեստական մթնշաղ, որը հակասում էր դրսի արոտ օրվան։ Աստիճանաբար նրա աչքերը սովորեցին քիչ լույսին, նա կարողացավ տարբերել մի մարդու կերպար, ով նստած էր անվասայլակում, պատուհանի մոտ։ Ռոբերտ Ալեքսանյան Սարգսյանը մոտ 40 տարեկան էր, գուցե մի փոքր ավելի։ Նույնիսկ նստած վիճակում հնարավոր էր նկատել, որ նա եղել է ազդեցիկ մարդ։ Լայն ուսեր, ուժեղ ծնոտ, սմազեր, արդեն ճերմակած մազերով։ Բայց այն, ինչ ամենից շատ գրավեց Մարինեի ուշադրությունը, նրա աչքերն էին։ Դրանք մոխրագույն էին, փոթորկալից, լի դառնությամբ, որը կարծես ընդմիշտ հաստատվել էր այնտեղ։ Ուրեմն դու նորն ես, ասաց նա, նույնիսկ ուղիղ չնայելով Մարինեին։ Թույլ տուր գուշակեմ։ Եկել ես այստեղ լի բարի մտադրություններով, կարծելով, որ կփրկես ինձ ժպիտներով, մոտիվացիոն խոսքերով։ Կարող ես դրանք պահել։ Ես ոչ մեկի կարիքը չունեմ։ Մարինեն իր պայուսակը դրեց մոտակա աթոռին, քայլեց դեպի նրա դիմաց, ստիպելով նրան նայել իրեն։ Բարի առավոտ, պարոն Ռոբերտ։
Իմ անունը Մարինե Սանթոս է, ես այստեղ եմ ձեզ խնամելու համար։ Ես այստեղ չեմ եկել կարեկցանքով, ոչ էլ ժպիտներով, ոչ էլ ձեզ փրկելու մտադրությամբ։ Ես եկել եմ իմ աշխատանքը կատարելու, դա շատ լավ եմ անում։ Ռոբերտը հոնքը բարձրացրեց, զարմացած պատասխանից։ Նախորդ խնամակալների մեծ մասը արդեն իսկ գծկվեր նրա ագրեսիվ տոնի առաջ։ Այո։ Եվ ի՞նչն է ձեզ ստիպում մտածել, որ դուք տարբերվում եք մյուս բոլորից, ովքեր անցել են այստեղով։ Կարծում եք, որ հատուկ որակ ունեք։ Մարինեն հայացքը պահեց ամուր։ Չգիտեմ, տարբերվում եմ, թե ոչ։ Բայց գիտեմ, որ հարգում եմ իմ աշխատանքը, հարգում եմ այն մարդկանց, ում խնամում եմ։ Դուք կարող եք վատ վերաբերվել ինձ, եթե ուզում եք, բայց դա չի փոխի այն փաստը, որ օգնության կարիք ունեք։ Այնպես որ մենք կարող ենք դա անել երկու եղանակով։ Փոխադարձ հարգանքով կամ դուք էներգիա կվատնեք կոպիտ լինելով, մինչ ես նույն կերպ կկատարեմ իմ աշխատանքը։ Հաջորդած լռությունը լարված էր։ Ռոբերտը դիտում էր նրան այնպիսի ինտենսիվությամբ, որը կարող էր վախեցնող լինել, բայց Մարինեն չշեղեց հայացքը։ Ի վերջո նա արձակեց մի բան, որը նման էր չոր ծիծաղի։ Դուք քաջություն ունեք, դա ձեզ կտամ։ Տեսնենք, որքան կտի։ Առաջին օրերը հենց այնպիսին էին, ինչպես Բեատրիսը կանխատեսել էր, դժվար։ Ռոբերտը փորձում էր Մարինեին ամեն հնարավորության դեպքում։ Հրաժարվում էր դեղերից, դժվարացնում էր ֆիզիոթերապիայի վարժությունները, կտրուկ մեկնաբանություններ էր անում ամեն ինչի մասին, ինչ նա անում էր։ Բայց Մարինեն, մորը խնամելու տարիներին, սովորել էր, որ համբերությունը ոչ միայն սпасելն է, այլ հասկանալը, որ յուրաքանչյուր մարդ իր ցավերն ունի։ Նա ստեղծեց լուր առօրյա։ Ժամանում էր ժամը 7-ին, բացում էր վարագույրները, թողնելով բնական լույսը ներթափանցել սենյակ, նախաճաշ էր պատրաստում հենց այնպես, ինչպես նա էր սիրում, թե նա երբեք չէր ասել, թե ինչ էր սիրում, նա դիտում էր սովորում։ Դեղերը դնում էր ամուր, բայց նուրբ ձեռքերով, ֆիզիոթերապիայի սեանսները վարում էր վճռականությամբ, անտեսելով բողոքները։ Եվ խոսում էր։ Ոչ շատ, ոչ ինվազիվ, բայց բավականաչափ, որպեսզի հիշեցներ նրան, որ կա մի աշխարհ, այդ մութ սենյակից դուրս։ Պատմում էր փոքր պատմություններ իր ճանապարհի մասին մինչ այնտեղ, անկյունի շուկայի մասին, որտեղ մրգեր էր գնում, մետրոյի կայարանում թերթ վաճառող պարոնի մասին, ով բոլորին անունով էր ճանաչում։ Ռոբերտը ձացնում էր, թե չի լսում, բայց Մարինեն գիտեր, որ նա կլանում է յուրաքանչյուր բառ։ Նա դա տեսնում էր այն բանում, թե ինչպես էր նա դադարում տրտնջալ, երբ Մարինեն սկսում էր խոսել, թե ինչպես էին նրա ուսերը աննկատորեն թուլանում։ Մի անգամ կեսօրին, ֆիզիոթերապիայի հատկապես հոգնեցուցիչ սեանսի ժամանակ, Ռոբերտը վերջապես թույլ տվեց իրեն ինչ-որ բան արտահայտել բացի կոպտություններից։ Ինչու ես դա անում։ Ինչու ես պնդում ամեն օր այստեղ գալ, եթե ես պարզ ասում եմ, որ քեզ չեմ ուզում այստեղ։ Մարինեն կարգավորեց նրա ոտքի հենարանը, նախքան պատասխանելը։ Որովհետև ձեզ պետք է, ասաց նա պարզապես։ Եվ որովհետև ես չեմ հրաժարվում մարդկանցից միայն այն պատճառով, որ նրանք դժվար պահեր են ապրում։ Դու ինձ չես ճանաչում։ Իմ մասին ոչինչ չգիտես։ Գիտեմ, որ դուք բարկացած եք։ Բարկացած եք դժբախտ պատահարից, բարկացած եք վերահսկողությունը կորցնելուց, բարկացած եք ամբողջ աշխարհից։ Բայց բարկությունը չի ստիպի ձեր ոտքերին նորից աշխատել, պարոն Ռոբերտ։ Միայն աշխատանքը կանի դա։ Նա նայեց նրան այդ մոխրագույն աչքերով, առաջին անգամ Մարինեն այնտեղ այլ բան տեսավ։ Դա երախտագիտություն չէր, դեռ ոչ, բայց դա սկիզբ էր։ Փոքր ճեղք նրա շուրջը կառուցած դառնության զրահում։ Հաջորդ օրերին Մարինեն սկսեց նկատել նուրբ փոփոխություններ։ Ռոբերտը դեռ կոպիտ էր, դեռ բողոքում էր, բայց նրանց միջ հարմարավետ լռության պահեր կային։ Պահեր, երբ նա կազմակերպում էր իր դեղերը, իսկ նա պարզապես դիտում էր, առանց քննադատելու։ Պահեր, երբ նա ինչ-որ պատմություն էր պատմում, նա հարց էր տալիս, ծածնելով անտարբերություն, բայց ակնհայտորեն հետաքրքրված էր։ Եվ հետո, մի անձրոտ 5 շաբթի, ինչ-որ բան վերջնականապես փոխվեց։ Մարինեն օգնում էր Ռոբերտին վարժությունների հետ, երբ միջանցքում ծանր քայլեր լսեց։ Դուռը բացվեց առանց զգուշացման, Բեատրիսը մտավ, իր հետ բերելով այն սառցե աուրան, որը կարծես սենյակի ջերմաստիճանը իջեցնում էր։ Ռոբերտ, պետք է խոսենք շինարարական ընկերության պայմանագրերի մասին։ Ես չեմ կարող այլս հետաձգել այդ որոշումները։ Արդեն ասել եմ, որ հիմա բիզնեսի մասին չեմ ուզում խոսել, Բեատրիս։ Խնդիրը ոչ թե այն է, թե դու ինչ ես ուզում։ Խնդիրը այն է, թե ինչ պետք է արվի։
Ընկերությունը չի կարող կանգնած մնալ, սպասելով, որ դու կվերականգնվես։ Եթե այսպես շարունակվի, ես ստիպված կլինեմ որոշումներ կայացնել առանց քո հավանության։ Մարինեն զգաց լարվածությունը Ռոբերտի մարմնում, տեսավ, թե ինչպես են նրա մկանները կծկվում այնպես, որ ոչ մի կապ չուներ ֆիզիոթերապիայի հետ։ Դուրս արի այստեղից, Բեատրիս։ Հիմա։ Բեատրիսը թունավոր հայացք նետեց Մարինեին, կարծես նա էր պատասխանատու զարմիկի դիմադրության համար։ Սա այն մարդկանց մեղքն է, ում դու թույլ ես տալիս մտնել քո կյանք։ Նրանք քո գլուխը լցնում են անհեթեթություններով, ստիպելով մտածել, որ կարող ես նորից դառնալ այն, ինչ կայիր։ Բայց չես կարող, Ռոբերտ։ Որքան շուտ ընդունես դա, այնքան լավ։ Բառերը քարերի պես ընկան միջավայրում։ Մարինեն տեսավ, թե ինչպես է Ռոբերտի ծնոտը գծկվում, տեսավ, թե ինչպես է ցավը հատում նրա աչքերը։ Ինչ-որ բան նրա ներսում կոտրվեց։ Դա արդար չէր, ճիշտ չէր։ Ամբողջ հարգանքով, տիկին Բեատրիս, դուք չպետք է այդպես խոսեք ձեր զարմիկի հետ։ Նա ամեն օր ջանասիրաբար աշխատում է վերականգնվելու համար, նման մեկնաբանությունները միայն խոչընդոտում են գործընթացին։ Բեատրիսը շրջվեց դեպի Մարինեն, մաքուր թույնի արտահայտությամբ։ Ես չեմ հիշում, որ ձեր կարծիքը հարցրել եմ, օրիորդ։ Դուք այստեղ պարզապես աշխատող եք։ Լավ կլիներ հիշել դա։ Դուրս արի։ Ռոբերտի ձայնը այլ հնչեց, ավելի ամուր, այնպիսի իշխանությամբ, որը Մարինեն դեռ չէր լսել։ Բեատրիսը թարթեց աչքերը, զարմացած։ Ես ասացի, դուրս արի, Բեատրիս։ Եվ այլս երբեք այսպես մի խոսիր Մարինեի հետ։ Բեատրիսը դուրս եկավ, դուռը շրխկացնելով, հետում թողնելով ծանր լռություն։ Մարինեն իր ուշադրությունը դարձրեց Ռոբերտին, անհանգստացած լարվածությունից, որը տեսնում էր նրա դեմքին։ Բայց երբ նա նայեց Մարինեին, նրա աչքերում նոր բան կար։ Ինչ-որ բան, որը կարծես երախտագիտություն էր, գուցե նույնիսկ հարգանք։ Շնորհակալություն, ասաց նա մեղմորեն։ Երկար ժամանակ էր, որ ոչ ոք իմ կողքին չէր։ Մարինեն ժպտաց, փոքր, բայց անկեղծ ժպիտով։ Մենք բոլորս էլ երբեմն մեկի կարիքն ունենք մեր կողքին, պարոն Ռոբերտ։ Եվ այդ պահին, անձրոտ կեսօրի մոխրագույն լույսի ներքո, ինչ-որ բան փոխվեց նրանց մեջ։ Դա դեռ սեր չէր, դա նույնիսկ բարեկամություն չէր, բայց դա ինչ-որ բանի սկիզբն էր, որին ոչ ոք չէր սպասում։ Դա վստահություն էր։ Եվ վստահությունը, Մարինեն գիտեր, այն հիմքն էր, որի վրա կառուցվում էին բոլոր իսկական կապերը։ Մինչ դրսում անձրը շարունակում էր տեղալ, լվանալով Երանի փողոցները, Մարինեն Ռոբերտը մնացին այնտեղ, լուռ, յուրաքանչյուրն իր մեջ մարսելով այն, ինչ նոր էր տեղի ունեցել։ Նա դեռ չգիտեր, բայց դա ընդամենը առաջինն էր բազմաթիվ պահերից, որոնք ամբողջությամբ կփոխեին նրանց կյանքը։ Եթե ձեզ դուր է գալիս, մեկնաբանեք, թե ինչ է ձեր կարծիքը մեր զույգի սիրավեպի մասին։ Հաջորդող շաբաթները նուրբ, բայց անհերքելի փոփոխություններ բերեցին կենտրոնի առանձնատուն։ Ռոբերտը դեռ հեշտ մարդ չէր, դեռ ուներ իր գրգռվածության դիմադրության պահերը, բայց ինչ-որ բան հիմնարարորեն փոխվել էր նրա Մարինեի մեջ։ Կար մի տեսակ լուռ հաշտություն, փոխադարձ հարգանք, որն ամեն օր ավելի էր ամրապնդվում։ Մարինեն ամեն առավոտ ժամանում էր ժամանակին, բայց հիմա, փակ վարագույրներով մթնշաղում դժգոհ մարդու փոխարեն, նա հաճախ գտնում էր Ռոբերտին արդեն արթուն, պատուհանի մոտ կանգնած, դարպասի ճաղերի միջով դիտելով փողոցի շարժը։ Նա երբեք չէր խոստովանում, բայց սպասում էր նրան։ Ֆիզիոթերապիայի առօրյան ուժեղացել էր։ Մարինեն խոսել էր բժիշկների հետ վերականգնման ավելի ագրեսիվ պլաներ առաջարկել։ Ռոբերտը սկզբում դիմադրեց, պնդելով, որ դա անօգուտ է, որ իր մարմինը երբեք նույնը չի լինի։ Բայց նա համառեց, այն լուռ վճռականությամբ, որը նա սկսում էր ճանաչել նույնիսկ հիանալ։ Ձեր ծնկները գուցե նույնը չլինեն, ինչ նախկինում, ասաց Մարինեն մի առավոտ, նախապատրաստելով սարքավորումները սեանսի համար, բայց դա չի նշանակում, որ դուք չեք կարող վերականգնել շարժունակության զգալի մասը։ Ես տեսել եմ ձեր դեպքից ավելի բարդ դեպքեր, զարմանալի արդյունքներով։ Դուք չափազանց լավատես եք։ Եվ դուք չափազանց հոռետես եք։ Ճշմարտությունը հավանաբար ինչ-որ տեղ մեջտեղում է։ Ռոբերտը արձակեց մի բան, որը կարող էր ծիծաղ լինել։ Դա տարօրինակ, ժանգոտ ձայն էր, կարծես մոռացել էր, թե ինչպես դա անել։ Հենց այդ սեանսներից մեկի ժամանակ Մարինեն սկսեց ավելին բացահայտել դառնության զրահի հետում գտնվող մարդու մասին։
Ռոբերտը քիչ էր խոսում իր կյանքի մասին, բայց վարժությունների ընդմիջումներին բնականոն կերպով ծագող պատահական խոսակցություններում նրա պատմության հատվածները սկսում էին երանգ գալ։ Նա իր կայսրությունը կառուցել էր զրոյից։ Երանի մերձակա գյուղի մի փոքր արտրականի որդի էր, մայրաքաղաք էր եկել 18 տարեկանում, միայն վճռականությամբ բիզնեսի հանդեպ տպավորիչ կարողությամբ։ 30 տարեկանում նա արդեն միջին չափի շինարարական ընկերության սեփականատեր էր։ 40 տարեկանում նրա անունը Հայաստանի անշարժ գույքի շուկայի ամենաազդեցիկ անուններից էր։ Բայց հաջողությունը իր գինն էր պահանջել։ Նա երիտասարդ տարիքում ամուսնացել էր Լուսինեի հետ, ով Երանի ավանդական ընտանիքից էր, կարծես կատարյալ ընտրություն էր աճող մարդու համար։ Նրանք ունեին ամուսնություն, որը, աշխարհի աչքերով, նախանձելի էր։ Բայց Ռոբերտը գիտեր ճշմարտությունը։ Լուսինեն երբեք իսկապես չէր սիրել նրան։ Նա սիրում էր կարգավիճակը, փողը, սոցիալական դիրքը։ Եվ երբ դժբախտ պատահարը տեղի ունեցավ, երբ Ռոբերտը հզոր մարդուց դարձավ կախված խոցելի, նա առանց խղճի խայթի ցույց տվեց իր իրական բնույթը։ Նա ինձ լքեց դժբախտ պատահարից 3 շաբաթ անց, պատմեց Ռոբերտը մի կեսօրին, ձայնը լի հին ցավով։ Բժիշկները դեռ փորձում էին հասկանալ վնասների չափը, ես հազիվ էի կարողանում մարսել, թե ինչ էր պատահել, նա պարզապես հավաքեց իրերը գնաց։ Ասաց, որ ոչ ոքի բուժքույր լինելու պայմանագիր չի ստորագրել։ Մարինեն դադարեցրեց իր արածը, նստեց նրա կողքի աթոռին։ Նա դատարկ մխիթարական խոսքեր չառաջարկեց, չփորձեց նվազեցնել ցավը։ Նա պարզապես նստած մնաց այնտեղ, ներկա, դա ինչ-որ կերպ ավելին էր նշանակում, քան այն ամենը, ինչ նա կարող էր ասել։ Նա ամուսնալուծություն խնդրեց 1 շաբաթ անց, շարունակեց Ռոբերտը, նայելով իր ձեռքերին։ Տարավ ամեն ինչի կեսը։ Եվ ամենավատը նույնիսկ փողը չէր։ Դա այն գիտակցումն էր, որ ես 15 տարի անցկացրել եմ իմ կյանքից մեկի կողքին, ով ինձ երբեք չի տեսել որպես նպատակի հասնելու միջոցից ավելին։ Ցավում եմ, որ դա ձեր գլխով է անցել։ Ռոբերտը նայեց նրան, իսկապես նայեց նրան, գուցե առաջին անգամ այն պահից, երբ նա սկսել էր այնտեղ աշխատել։ Գիտեք, ինչն է զվարճալի։ Ես կայսրություն կառուցեցի, նվաճեցի այն ամենը, ինչ կարծում էի, որ կարոր է, ի վերջո, երբ իսկապես մեկի կարիքն ունեցա, ոչ ոք չկար։ Ոչ կինս, ոչ իսկական ընկերներ։ Միայն Բեատրիսը, ով այստեղ է միայն այն պատճառով, որ հնարավորություն է տեսնում տիրանալու այն ամենին, ինչ ես կառուցել եմ։ Նա դադարեց, ծնոտը գծկված։ Եվ հետո դուք հայտնվում եք։ Լիովին անծանոթ մեկը, ով բացարձակապես ոչինչ չունի շահելու ինձ հետ քաղաքավարի լինելով, այնուամենայնիվ այստեղ եք, ամեն սուրբ օր, ինձ առաջ մղելով, նույնիսկ երբ ես դիմադրում եմ։ Մարինեն զգաց, թե ինչպես է ինչ-որ բան սեղմվում իր կրծքի մեջ։ Այդ խոսքերում կար խոցելիություն, որին նա չէր սպասում, մի հում անկեղծություն, որը Ռոբերտը հավանաբար երբեք ոչ ոքի չէր ցուցաբերել։ Ես այստեղ եմ, որովհետև դա իմ աշխատանքն է, այո։ Բայց նա որովհետև հավատում եմ, որ յուրաքանչյուր մարդ արժանի է ունենալ մեկին, ով հավատում է նրան, հատկապես ամենադժվար պահերին։ Նույնիսկ դառը անհնարին մարդկանց, ինչպիսին ես եմ։ Մարինեն ժպտաց։ Հատկապես դառը անհնարին մարդկանց։ Նրանք են, ովքեր ամենից շատ կարիք ունեն։ Ինչ-որ բան փոխվեց այդ պահին։ Ռոբերտը շարունակում էր մարտահրավեր նետել, շարունակում էր բողոքել վարժություններից, դիմադրել որոշակի փոփոխությունների, բայց այնտեղ նոր բացվածություն կար։ Նա սկսեց հարցեր տալ Մարինեի կյանքի մասին, նրա մոր մասին, թե ինչպես էր նա հայտնվել այդ մասնագիտության մեջ։ Եվ նա, զգուշորեն, սկսեց կիսվել իր սեփական պատմության հատվածներով։ Պատմեց տիկին Սելեստի մասին, թե ինչպես էր հիվանդությունը ամեն ինչ փոխել, թե ինչպես էր թողել քոլեջը նրան խնամելու համար։ Պատմեց դժվար օրերի մասին, երբ փողը հազիվ էր բավականացնում դեղերի համար, թե ինչպես էր սովորել, որ շքեղությունը շատ ունենալը չէր, այլ բավականաչափ ունենալը։ Եվ Ռոբերտը լսում էր, իսկապես լսում էր, այնպիսի ուշադրությամբ, որին նա սովոր չէր։ Դուք չեք զղջում, հարցրեց նա մի կեսօրին։ Ձեր երազանքները մի կողմ դնելու համար։ Մարինեն մտածեց, նախքան պատասխանելը։ Երբեմն այո։ Երբեմն նայում եմ իմ տարիքի մարդկանց կրթված կայացած կարիերայով, ինձ հարցնում եմ, թե ինչպիսին կլիներ իմ կյանքը, եթե ես այլ ընտրություններ կատարեի։ Բայց հետո տուն եմ գալիս, տեսնում եմ մայրիկիս ժպտալիս, որովհետև ամբողջ օրը նրա հետ եմ անցկացրել, հասկանում եմ, որ որոշ զոհաբերություններ արժե անել։ Դրանք կորուստներ չեն։ Դրանք ընտրություններ են։
Նա ուղիղ նայեց նրան։ Ինչ-որ բան կորցնելու, ինչ-որ բանից հրաժարվելու ընտրության միջ տարբերությունը հսկայական է։ Մեկը դառնություն է բերում, մյուսը՝ խաղաղություն։ Ռոբերտը երկար պահ լռեց, մարսելով այդ խոսքերը։ Մարինեն տեսնում էր, որ դրանք խորը բան էին շոշափել նրա մեջ, ինչ-որ բան, որը նա փորձում էր հասկանալ։ Մինչդեռ Բեատրիսը ամեն ինչ դիտում էր աճող մտահոգությամբ։ Նա տեսնում էր Ռոբերտի փոփոխությունները, տեսնում էր, թե ինչպես էր նա աստիճանաբար դուրս գալիս անտարբերության վիճակից, որն այդքան շահավետ էր եղել իր համար։ Քանի դեռ Ռոբերտը ընկճված էր մեկուսացած, նա ազատ էր իր բիզնեսը կառավարել այնպես, ինչպես հարմար էր, կայացնելով որոշումներ, որոնք նպաստում էին իր սեփական շահերին։ Բայց հիմա Ռոբերտը սկսում էր հարցեր տալ ընկերության մասին, զեկույցներ էր խնդրում, ուզում էր հասկանալ, թե ինչ էր պատահել այն ամիսներին, երբ նա բացակայում էր։ Եվ Բեատրիսը գիտեր, որ եթե նա խորը հետաքննի, կբացահայտեր իր կատարած կասկածելի մանրները, այն պայմանագրերը, որոնք նա հաստատել էր իր սեփական շահի համար, այն գումարը, որը նուրբ կերպով շեղվել էր։ Նա պետք է գործեր։ Եվ Մարինեն, ինչ-որ կերպ, դարձել էր նրա խնդրի կենտրոնը։ Դա սկսվեց նուրբ կերպով։ Այստեղ ու այնտեղ մեկնաբանություններ մյուս աշխատողներին այն մասին, թե ինչպես էր Մարինեն չափազանց շատ ժամանակ անցկացնում Ռոբերտի հետ, թե ինչպես դա պրոֆեսիոնալ չէր թվում։ Քողարկված առաջարկություններ, որ խնամակալը երկրորդ մտադրություններ ուներ, որ նա օգտվում էր հարուստ միայնակ մարդու խոցելիությունից։ Կարինեն, աշխատողը, ով տարիներ շարունակ աշխատում էր տանը, չհավատաց։ Նա Մարինեին տեսնում էր ամեն օր, տեսնում էր անկեղծ նվիրումը, անսահման համբերությունը, իսկական խնամքը։ Եվ ավելի կարևորը, տեսնում էր, թե ինչպես էր Ռոբերտը բարելավում, ոչ միայն ֆիզիկապես, այլ հուզականորեն։ Տիկին Բեատրիսը վախենում է, մեկնաբանեց Կարինեն Մարինեի հետ մի կեսօրին, երբ նրանք խոհանոցում թեյ էին պատրաստում։ Նա տեսնում է, որ պարոն Ռոբերտը նորից դառնում է ինքն իրեն, դա նշանակում է, որ նա կկորցնի իր վերահսկողությունը այստեղի ամեն ինչի նկատմամբ։ Մարինեն չպատասխանեց, բայց գիտեր, որ Կարինեն ճիշտ էր։ Նա կարող էր զգալ, թե ինչպես է լարվածությունն աճում, տեսնում էր դա Բեատրիսի նետած հայացքներում, նրա տված դժվար հարցերում, այնձում, թե ինչպես էր նա փորձում մեկուսացնել իրեն մյուս աշխատակիցներից։ Իրավիճակը կրիտիկական դարձավ մի ուրբաթ կեսօրին։ Մարինեն օգնում էր Ռոբերտին հատկապես դժվար վարժության հետ, երբ Բեատրիսը մտավ սենյակ առանց թակելու, իր հետից բերելով մի կոստյումով տղամարդու, ում Մարինեն երբեք չէր տեսել։ Ռոբերտ, սա դոկտոր Մեհրաբյանն է, վերականգնողական բժշկության մասնագետ, ում ես վարձել եմ ձեր դեպքը գնահատելու համար։ Կարծում եմ, որ մեր բուժման վերաբերյալ երկրորդ կարծիքի կարիք ունենք։ Ռոբերտը հոնքերը կիտեց։ Ես երկրորդ կարծիք չեմ խնդրել, Բեատրիս։ Բայց ես անհրաժեշտ համարեցի։ Որպես ձեր միակ մոտ հարազատ ձեր խնամքի ժամանակավոր իրավական պատասխանատու, ես ունեմ այդ իրավունքը։ Մարինեն զգաց, թե ինչպես է իր ստամոքսը սեղմվում։ Նա հստակ գիտեր, թե ինչ էր կատարվում։ Բեատրիսը բերել էր մի բժշկի, ով կասեր այն, ինչ նա կցանկանար լսել, հավանաբար պնդելով, որ Մարինեն անփույթ կամ ոչ պատշաճ էր ինչ-որ կերպ։ Դոկտոր Մեհրաբյանը սկսեց հարցեր տալ, դիտելով վարժությունները, ուսումնասիրելով առաջընթացի զեկույցները։ Մարինեն ամեն ինչին պատասխանեց պրոֆեսիոնալիզմով, պահպանելով հանգստությունը, նույնիսկ զգալով, թե ինչպես է ծուղակը փակվում իր շուրջը։ Այստեղ տեսնում եմ, որ դուք բավականին ագրեսիվ ֆիզիոթերապիայի ռեժիմ եք կիրառում, ասաց բժիշկը, թերթելով թղթերը։ Այս վարժություններից մի քանիսը կարծես դուրս են այն սահմաններից, ինչը խորհուրդ կտրվեր հիվանդի վիճակում գտնվող մեկի համար։ Բոլոր վարժությունները հաստատվել են պարոն Ռոբերտի մշտական բժշկի կողմից, ամուր պատասխանեց Մարինեն։ Ես ունեմ բոլոր ստորագրված փաստաթղթերը բժշկական թիմի շաբաթական հսկողությունը։ Այնուամենայնիվ, ինձ թվում է, որ այստեղ կա որոշակի ավելորդ ինքնավստահություն։ Երբեմն առանց համապատասխան կրթության խնամակալները կարող են ավելի շատ վնաս տալ, քան օգուտ, նույնիսկ լավագույն մտադրություններով։ Մարինեն զգաց, թե ինչպես է բարկությունը սկսում եռալ իր երակներում, բայց նախքան նա կկարողանար պատասխանել, Ռոբերտը միջամտեց։ Դոկտոր Մեհրաբյան, ամբողջ հարգանքով, բայց իմ մարմնում ես եմ։ Եվ կարող եմ երաշխավորել, որ Մարինեն հստակ գիտի, թե ինչ է անում։ Ես հիմա ավելի շատ շարժունակություն ունեմ, քան ունեցել եմ վերջին 6 ամիսներին։ Իմ ցավը նվազել է, իմ շարժումների ամպլիտուդը մեծացել է, դժբախտ պատահարից ի վեր առաջին անգամ հույս ունեմ, որ կարող եմ բարելավել։ Բեատրիսը մի քայլ առաջ արեց։
Ռոբերտ, դու չափազանց հուզականորեն ներգրավված ես իրավիճակում, որպեսզի օբյեկտիվ լինես։ Հենց դրա համար էլ բերեցի դոկտոր Մեհրաբյանին։ Մեզ պետք է մեկը դրսից, որպեսզի գնահատի, թե արդյոք բուժումն իսկապես համապատասխան է։ Հուզականորեն ներգրավված։ Ռոբերտը դանդաղ կրկնեց բառերը, Մարինեն նրա աչքերում վտանգավոր բան տեսավ։ Դու ճիշտ ես, Բեատրիս։ Ես հուզականորեն ներգրավված եմ։ Ես ներգրավված եմ, որովհետև ամիսներ շարունակ առաջին անգամ մեկը ինձ մարդ է վերաբերվում, ոչ թե կարեկցանքի արժանի հաշմանդամ։ Ես ներգրավված եմ, որովհետև Մարինեն ինձ տվեց մի բան, որը ոչ ոք չէր անհանգստացել առաջարկել, հույս։ Նա անվասայլակը շրջեց, ուղիղ նայելու նրան։ Եվ գիտես, էլ ինչ։ Ես սկսում եմ մտածել, թե ինչու ես այդքան հուսահատ նրանից ազատվելու համար։ Ինչ ես։ Կոնկրետ թաքցնում, Բեատրիս։ Բեատրիսի դեմքը գունատվեց։ Ես ոչինչ չունեմ թաքցնելու։ Ես պարզապես փորձում եմ պաշտպանել քեզ։ Ինչից։ Մեկից, ով իսկապես հոգ է տանում։ Մեկից, ով անխոնջ աշխատում է ինձ օգնելու բարելավվել։ Կամ մեկից, ով կարող է ինձ վերադարձնել իմ սեփական բիզնեսի վերահսկողությանը։ Հաջորդած լռությունը խլացուցիչ էր։ Դոկտոր Մեհրաբյանը, ակնհայտորեն անհարմար զգալով իրավիճակից, մի բան մրմնջաց արագ դուրս եկավ։ Բեատրիսը կանգնած մնաց այնտեղ, շրթունքները սեղմված բարակ գծի մեջ, բարկությունը այրվում էր նրա աչքերում։ Սա դեռ չի ավարտվել, Ռոբերտ, ասաց նա վերջապես, ձայնը սառը։ Դու կզղջաս, որ ընտանիքի փոխարեն ընտրեցիր մի աշխատողի։ Նա դուրս եկավ, դուռը շրխկացնելով, Ռոբերտին Մարինեին մենակ թողնելով հետում մնացած ծանր լռության մեջ։ Մարինեն դանդաղ նստեց աթոռին, ոտքերը թեթակի դողում էին։ Ռոբերտը անվասայլակով մոտեցավ նրան, առաջին անգամ նա էր, ով մեկնեց ձեռքը նրան մխիթարելու համար։ Կներես այս ամենի համար, Մարինե։ Դու չէիր արժանի հայտնվել այս իրավիճակում։ Մարինեն նայեց նրան, տեսնելով անկեղծ մտահոգությունը նրա աչքերում, զգաց, թե ինչպես է ինչ-որ բան շարժվում իր կրծքի մեջ։ Դա այլս պարզապես պրոֆեսիոնալ հարգանք չէր, այլս պարզապես կարեկցանք չէր։ Դա ավելի խորը, ավելի սարսափելի, ավելի իրական բան էր։ Ամեն ինչ կարգին է, մեղմ պատասխանեց նա։ Ես սովոր եմ պայքարել այն մարդկանց համար, ում խնամում եմ։ Ռոբերտը նրա ձեռքն ավելի ամուր բռնեց։ Իսկ եթե ես ասեմ, որ չեմ ուզում, որ դու ինձ այլս պարզապես որպես մեկին տեսնես, ում խնամում ես։ Մարինեի սիրտը արագացավ։ Նա գիտեր, որ պետք է հետ քաշվի, որ կան գծեր, որոնք չպետք է անցնել, որ դա վտանգավոր էր։ Բայց երբ նա նայեց նրա աչքերին, երբ այնտեղ տեսավ մի խոցելիություն, որը գերազանցում էր վնասված մարմնին, գիտեր, որ արդեն ուշ էր։ Այդ գծերն արդեն անցել էին ինչ-որ պահի, լուռ, առանց նրանցից ոչ մեկի նկատելու։ Ես չգիտեմ, դա ճիշտ կլինի, անկեղծ ասաց նա։ Ես գիտեմ, որ իմ կյանքում ոչինչ ճիշտ չէր, մինչ դու հայտնվեցիր, պատասխանեց նա։ Ես գիտեմ, որ դա բարդ է, գիտեմ, որ խոչընդոտներ կան, գիտեմ, որ Բեատրիսը ամեն ինչ կանի մեզ բաժանելու համար։ Բայց տարիներ շարունակ առաջին անգամ, Մարինե, ես զգում եմ ինչ-որ բան բացի բարկությունից, դառնությունից։ Եվ չեմ ուզում թույլ տալ, որ դա փախչի վախից։ Մարինեն մի պահ փակեց աչքերը, պայքարելով այն բանի միջ, ինչը խելամիտ էր, այն բանի միջ, ինչն իսկական էր։ Երբ նա նորից բացեց դրանք, տեսավ Ռոբերտին, դիտելով իրեն այնպիսի ինտենսիվությամբ, որը ստիպեց նրա սիրտը թրջել։ Ուրեմն մի թույլ տուր, շշնջաց նա։ Եվ այնտեղ անձրոտ կեսօրի մեղմ լույսով լուսավորված այդ սենյակում, շրջապատված այն փոթորկով, որը նրանք գիտեին, որ պատրաստվում էր ձավորվել իրենց շուրջը, Ռոբերտը Մարինեն անցան մի գիծ, որը կփոխեր ամեն ինչ։ Ոչ համբույրով, ոչ մեծ հայտարարություններով, այլ լուռ փոխըմբռնմամբ, որ ինչ-որ բան էր սկսվում նրանց միջ, ինչ-որ բան, որը նրանցից ոչ ոք չէր պլանավորել, բայց որը երկուսն էլ գիտեին, որ անհնար էր անտեսել։ Դրսում, միջանցքում, Բեատրիսը հենված էր պատին, բռունցքները սեղմված բարկությունից։ Նա կորցրել էր այդ մարտը, բայց հեռու էր պատերազմը կորցնելուց։ Եվ քանի դեռ նա պլանավորում էր իր հաջորդ քայլերը, մի բան պարզ էր։ Մարինե Սանթոսը դարձել էր շատ ավելին, քան պարզապես խնամակալ։ Նա դարձել էր սպառնալիք, որը պետք է վերացվեր ցանկացած գնով։ Հաջորդ շաբաթները շոշափելի փոփոխություն բերեցին կենտրոնի առանձնատուն։ Կարծես օդն ավելի թեթացել էր, կարծես արի լույսը վերջապես կարողացել էր ներթափանցել այն միջանցքները, որոնք այդքան ժամանակ ընկղմված էին եղել մթնշաղում։
Ռոբերտը տարբեր էր, տեսանելիորեն տարբեր, տան բոլորը դա նկատում էին։ Նա ավելի շուտ էր արթնանում, ակտիվորեն մասնակցում էր ֆիզիոթերապիայի սեանսներին այնպիսի ոգորությամբ, որը Մարինեն երբեք չէր տեսել նախկինում, նորից սկսել էր հետաքրքրվել այն բիզնեսներով, որոնք նա մի կողմ էր դրել։ Բայց ավելին, նրա աչքերում նոր փայլ կար, նրա դեմքին մի նրբություն, որը դառնությունը այդքան ժամանակ թաքցրել էր։ Մարինեն նույնպես փոխվում էր, թե փորձում էր պահպանել պրոֆեսիոնալ տեսքը։ Նոր նյարդայնություն կար, երբ նա հասնում էր առանձնատուն, մի կանխազգացում, որը ստիպում էր նրան 3 անգամ ուղղել մազերը, նախքան զանգը տալը, մի ժպիտ, որն ակամայից հայտնվում էր, երբ լսում էր նրա ձայնը։ Նա գիտեր, որ վտանգավոր տարածքով էր քայլում, բայց ամեն օր հայտնաբերում էր, որ դա մի վտանգ էր, որին պատրաստ էր դիմակայել։ Կարինեն, տան ամենահին աշխատողը, ամեն ինչ դիտում էր զուսպ ժպիտով։ Նա Ռոբերտին տեսել էր իր ամենավատ պահերին, ականատես էր եղել այն ցավին ու միայնությանը, որոնք կլանել էին նրան դժբախտ պատահարից կնոջ լքելուց հետո։ Եվ հիմա, տեսնելով նրան նորից ժպտալիս, տեսնելով նրան ջանքեր գործադրելիս ոչ միայն քայլելու, այլ ապրելու համար, նա չէր կարող չուրախանալ, նույնիսկ իմանալով առաջիկա մարտահրավերների մասին։ Տիկին Մարինեն նրա հետ հրաշք է գործում, մեկնաբանեց Կարինեն այգեպանին մի առավոտ, երբ նրանք խոհանոցում սուրճ էին պատրաստում։ Ոչ միայն մարմինն է բարելավում, նրա հոգին է։ Կյանքը նորից վերադառնում է այդ աչքերին։ Բայց տիկին Բեատրիսը հեշտությամբ չի ընդունի դա, պատասխանեց այգեպանը, մի տարեց մարդ, ով տասնամյակներ շարունակ աշխատում էր կալվածքում։ Ես արդեն տեսել եմ այս պատմությունը նախկինում։ Երբ փող է ներգրավված, մարդկանց սրտերը կարծրանում են։ Նա ճիշտ էր։ Բեատրիսը չէր հանձնվել, պարզապես փոխել էր մարտավարությունը։ Եթե նա չէր կարող Մարինեին վտարել ուղղակի մեղադրանքներով, կփորձեր այլ մոտեցում։ Սկսեց հետաքննել խնամակալի կյանքը, վարձեց մասնավոր դետեկտիվի նրա անցյալը փորփրելու համար, փնտրեց ամեն ինչ, ինչ կարող էր օգտագործել նրա դեմ։ Բայց Մարինեն հենց այն էր, ինչ թվում էր։ Մի պարզ, ազնիվ կին, առանց մութ գաղտնիքների։ Հիասթափված, Բեատրիսը որոշեց դիմել հուզական կողմին։ Մի կեսօրին նա նստեց Ռոբերտի հետ գրասենյակում, որը նա հազվադեպ էր օգտագործում դժբախտ պատահարից ի վեր, զգուշորեն բեմադրված մտահոգության արտահայտությամբ։ Ռոբերտ, պետք է խոսենք։ Եվ այս անգամ ես պետք է, որ դու իսկապես լսես ինձ, որպես ընտանիք, ոչ թե որպես հակառակորդներ։ Ռոբերտը հոգոց հանեց, բայց գլխով արեց, որ նա շարունակի։ Ես անհանգստացած եմ քեզ համար։ Ոչ թե բիզնեսի, ոչ թե ընկերության, այլ քո որպես անձի, որպես իմ զարմիկի, ով ինձ հետ է մեծացել, ով միշտ եղել է ինձ համար որպես եղբայր։ Ռոբերտը հոնքը բարձրացրեց, թերահավատորեն, բայց թույլ տվեց նրան շարունակել։ Դու հսկայական տրավմա ես ապրել։ Դժբախտ պատահարը, ամուսնալուծությունը, շարժունակության կորուստը։ Բնական է, որ դու կառչես առաջին մարդուց, ով որոշ քաղաքավարություն է ցուցաբերում։ Բայց, Ռոբերտ, դու պետք է ինքդ քեզ հարցնես. արդյոք այս կինը այստեղ է քեզ համար, թե այն բանի համար, ինչ դու ներկայացնում ես։ Բեատրիս, մի սկսիր։ Լսիր ինձ մինչ վերջ, խնդրում եմ։ Մարինեն խնամակալ է, մասնագետ։ Նրան վճարում են քաղաքավարի լինելու, քեզ ուշադրություն դարձնելու, քեզ հատուկ զգալու համար։ Բայց երբ աշխատանքը ավարտվի, երբ դու կվերականգնվես, ի՞նչն է քեզ երաշխավորում, որ նա չի գնա, ինչպես Լուսինեն գնաց։ Ռոբերտը զգաց, թե ինչպես է բարկությունն աճում, բայց Բեատրիսը շարունակեց, նախքան նա կկարողանար ընդհատել նրան։ Լավ մտածիր։ Դուք բոլորովին տարբեր աշխարհներից եք։ Նա ապրում է համեստ բնակարանում Նոր Նորքում, աշխատում է գոյատելու համար, խնամում է հիվանդ մորը։ Հանկարծ նա առանձնատանն է, շրջապատված շքեղությամբ, խնամում է Երանի ամենահարուստ մարդկանցից մեկին։ Դու իսկապես կարծում ես, որ նա դրանում հնարավորություն չի տեսնում։ Բեատրիսի խոսքերը թունավոր էին, հաշվարկված կասկածի սերմեր ցանելու համար։ Ռոբերտը լավ գիտեր այդ մարտավարությունը, տարիներ շարունակ դրանց տարբերակներն օգտագործել էր բիզնեսում։ Բայց ի սեփական զարմուհուց մեկից, ով իբր պետք է հոգ տար իր համար, դա ավելի շատ էր ցավում, քան նա սպասում էր։ Դու ավարտեցիր։ Բեատրիսը գլխով արեց։ Ապա թույլ տուր քեզ մի բան ասել, զարմուհի։ Ամիսներ շարունակ դու լիակատար վերահսկողություն ունեցել ես իմ կյանքի, իմ բիզնեսի, ամեն ինչի նկատմամբ։ Եվ այդ բոլոր ամիսներին դու չես ցուցաբերել իմ բարեկեցության հանդեպ մտահոգության մի մասնիկը, որը հիմա ծածնում ես։ Գիտես ինչու։
որովհետև դու հարմարավետ էիր զգում իրավիճակից։ Ընկճված, մեկուսացած Ռոբերտը հարմար էր քեզ համար։ Սա արդար չէ։ Ոչ։ Ապա բացատրիր ինձ, թե ինչու վերջին ամիսներին դու հաստատել ես պայմանագրեր առանց իմ թույլտվության, կատարել ես կասկածելի փոխանցումներ, փոխել ես համաձայնագրեր մատակարարների հետ։ Ահա, ես բացահայտել եմ, Բեատրիս։ Կարծում էիր, որ ես այնքան եմ ընկղմված իմ սեփական թշվառության մեջ, որ չեմ նկատի։ Դե, նկատել եմ։ Եվ հետաքննում եմ քո յուրաքանչյուր քայլը։ Բեատրիսի դեմքը գունատվեց։ Ինչ վերաբերում է Մարինեին, շարունակեց Ռոբերտը, ձայն այժմ ավելի մեղմ, նա ինձ տեսնում է։ Ոչ թե իմ փողը, ոչ թե իմ կարգավիճակը, ոչ թե իմ ընկերությունը։ Նա տեսնում է այն մարդուն, ով ես եմ, բոլոր իմ թերություններով, անկատարություններով։ Եվ դա, Բեատրիս, մի բան է, որը դու երբեք չես կարող հասկանալ, որովհետև դու աշխարհը տեսնում ես միայն այն միջոցով, թե ինչ կարող ես շահել դրանից։ Բեատրիսը դուրս եկավ գրասենյակից, դեմքը կարմիր բարկությունից, նվաստացումից։ Նա թերագնահատել էր, թե որքան էր փոխվել Ռոբերտը, որքան էր նա վերականգնվում։ Եվ հիմա, իր ֆինանսական մանրները բացահայտվելուց հետո, նա ավելի անորոշ դիրքում էր։ Մինչդեռ Մարինեն Ռոբերտի սենյակում էր, վերադասավորելով ֆիզիոթերապիայի սարքավորումները, երբ նա եկավ, անվասայլակը ավելի ամուր հրելով իր ձեռքերով, քան նախկինում։ Զրույց ունեցա Բեատրիսի հետ, ասաց նա առանց շեղումների։ Մարինեն դադարեցրեց իր արածը, սիրտը արագանալով։ Նա փորձեց համոզել քեզ, ինձ հեռացնելու համար։ Ռոբերտը գլխով արեց, մոտենալով նրան։ Եվ հաջողվեց։ Նա բռնեց նրա ձեռքը, զգուշորեն միահյուսելով մատները։ Մարինե, ես ուզում եմ, որ դու մի բան իմանաս։ Ես միամիտ չեմ։ Ես գիտեմ, որ մեր իրավիճակը բարդ է։ Ես գիտեմ, որ կան մարդիկ, ովքեր կդատեն, ովքեր կկասկածեն քո մտադրություններին։ Եվ գիտեմ, որ ի վերջո դու ստիպված կլինես դժվար ընտրություններ կատարել այն մասին, թե ինչ ես ուզում ապագայից։ Մարինեն զգաց, թե ինչպես են արցունքները կծկում իր աչքերը։ Բայց ես նա գիտեմ, շարունակեց Ռոբերտը, այն, ինչ զգում եմ, երբ դու ամեն առավոտ մտնում ես այդ սենյակ։ Ես գիտեմ, թե ինչպես է իմ օրը դատարկվում այն ժամերին, երբ դու այստեղ չես։ Ես գիտեմ, որ քո ներկայությունը ստիպեց ինձ նորից ապրել, ոչ թե պարզապես գոյություն ունենալ։ Եվ դա, Մարինե, մի բան չէ, որը կարելի է գնել կամ ձացնել։ Ռոբերտ, շշնջաց նա, ձայնը խեղդված, ես նույնպես զգում եմ։ Ես փորձում եմ պայքարել դրա դեմ, փորձում եմ պահպանել պրոֆեսիոնալ հեռավորություն, բայց ճշմարտությունն այն է, որ ինչ-որ պահի դու պարզապես հիվանդ լինելուց ավելին դարձար։ Դու դարձար մեկը, ով ինձ խորապես հոգ է տանում։ Ապա ինչու։ Ենք պայքարում դրա դեմ։ Ինչու։ Չենք ընդունում այն, ինչ կատարվում է, չենք տեսնում, թե ուր է դա մեզ տանում։ Մարինեն մտածեց մոր հաշիվների, իր կյանքի պարզության մասին։ Նա մտածեց դատող հայացքների մասին, որոնք անշուշտ կլինեին, շահադիտական մեղադրանքների մասին, այն դժվարությունների մասին, որոնց նրանք կբախվեին։ Բայց երբ նա նայեց Ռոբերտին, տեսավ մի մարդու, ով իսկապես տեսնում էր իրեն, ով գնահատում էր ոչ թե այն, ինչ նա կարող էր լինել, այլ այն, ինչ նա կար։ Որովհետև վախենում եմ, խոստովանեց նա։ Վախենում եմ, որ դու լիովին կվերականգնվես, կհասկանաս, որ այլս իմ կարիքը չունես։ Վախենում եմ, որ երբ դու նորից դառնաս հզոր գործարարը, իմ նման մեկի համար տեղ չի լինի քո կյանքում։ Ռոբերտը բաց ձեռքը բարձրացրեց մեղմորեն դիպավ նրա դեմքին։ Մարինե, լավ լսիր, թե ինչ կասեմ քեզ։ Ես արդեն եղել եմ այդ հզոր գործարարը։ Ես ունեցել եմ այն ամենը, ինչ կարելի է գնել փողով։ Եվ գիտես ինչ։ Ես թշվառ էի։ Շրջապատված մարդկանցով, բայց լիովին մենակ։ Դժբախտ պատահարը վերցրեց իմ ոտքերը, բայց դու ինձ վերադարձրեցիր շատ ավելի կարևոր բան։ Ինձ վերադարձրեցիր զգալու, վստահելու, սիրելու կարողությունը։ Նա դադարեց, աչքերը փայլում էին։ Ես չեմ ուզում նորից դառնալ այն, ինչ կայի։ Ես ուզում եմ ավելի լավը դառնալ։ Եվ ես ուզում եմ դա անել քեզ հետ, իմ կողքին։ Մարինեն չկարողացավ զսպել արցունքները։ Դրանք լուր հոսում էին, մինչ նա կլանում էր այդ խոսքերը, մինչ թույլ էր տալիս վախին տեղը զիջել հույսին։ Այդ պահին Ռոբերտը արեց մի բան, որը չէր արել դժբախտ պատահարից ի վեր։ Ջանքով, ձեռքերը թեթակի դողալով աթոռի հենարաններին, նա սկսեց բարձրանալ։
Մարինեն մի քայլ առաջ արեց, բնազդաբար ցանկանալով օգնել, բայց նա գլխով արեց. «Թույլ տուր ինձ միայնակ անել դա»։ Եվ նա արեց։ Բարձրացավ, կանգնեց թե հենված, թե ընդամենը մի քանի վայրկյանով։ Բայց այդ վայրկյաններին նա սահմանափակ մարդ չէր։ Նա պարզապես մի մարդ էր, ով հայտարարում էր իր զգացմունքները միակ ձով, որով կարող էր, ցույց տալով, որ պատրաստ էր պայքարել, ջանքեր գործադրել, հաղթահարել ցանկացած խոչընդոտ։ Երբ նա նորից նստեց, հում էր, բայց ժպտում էր։ Մարինեն նույնպես ժպտում էր, դեմքին դեռ արցունքներ կային։ Հենց այդ պահին Կարինեն մեղմ թակեց կիսաբաց դուռը։ Նրա արտահայտությունը լուրջ էր։ «Կներեք ընդհատելու համար, պարոն Ռոբերտ, բայց այստեղ մի մարդ կա, ով պնդում է, որ խոսի Մարինեի հետ։ Ասում է, շտապ է»։ Մարինեն հոնքերը կիտեց, շփոթված։ Ով կարող էր իրեն այնտեղ փնտրել։ Նա իջավ աստիճաններով, սիրտը սեղմված մտահոգությունից։ Հյուրասենյակում նա գտավ իր հարանուհուն, տիկին Կարմենին, նույնին, ով երբեմն օգնում էր խնամել տիկին Սելեստին, երբ Մարինեին պետք էր դուրս գալ։ «Կարմեն, ինչ է պատահել»։ «Ձեր մայրն է, Մարինե»։ Հանկարծ վատացել է։ «Արդեն շտապօգնություն եմ կանչել, բայց մտածեցի, որ պետք է անմիջապես իմանաք»։ Մարինեի աշխարհը կարծես կանգ առավ։ Առանց երկար մտածելու, վերցրեց իր պայուսակը, հետեց տիկին Կարմենին դեպի դուռը։ Ռոբերտը նույնպես իջել էր, նկատելով իրավիճակի շտապողականությունը։ «Մարինե, սպասիր։ Ես քեզ հետ կգամ»։ «Ոչ, դուք չեք կարող։ Դուք դեռ վերականգնվում եք, չեք կարող այսպես դուրս գալ։ Ապա գոնե թույլ տվեք, որ իմ վարորդը ձեզ տանի։ Եվ զանգահարեք ինձ, հենց որ ինչ-որ բան իմանաք»։ Մարինեն գլխով արեց, երախտապարտորեն դուրս վազեց։ Ճանապարհը դեպի քաղաքային հիվանդանոց անվերջ թվաց։ Մարինեն ձեռքերը այնքան ուժեղ էր սեղմել, որ մատների հոդերը սպիտակել էին։ Երբ վերջապես հասավ, ուղիղ գնաց շտապօգնության բաժին, որտեղ գտավ բժիշկներին, ովքեր արդեն խնամում էին մորը։ Հաջորդող ժամերը հիվանդանոցային միջանցքների, ստորագրելու թղթերի, բժիշկների հետ խոսակցությունների մշուշ էին։ Տիկին Սելեստը ունեցել էր շնչառական սուր կրիզ, հիվանդության բարդություն, որը զարգանում էր։ Նա կայունացել էր, բայց պետք է մի քանի օր մնար հիվանդանոցում, գուցե նույնիսկ ենթարկվեր մի պրոցեդուրայի, որը կարժենար ավելին, քան Մարինեն կարող էր վճարել։ Նստած անհարմար պլաստմասե աթոռի վրա հիվանդանոցի միջանցքում, Մարինեն վերջապես թույլ տվեց, որ հոգնածությունն ու վախը տիրեն իրեն։ Նա դեմքը թաղեց ձեռքերի մեջ, լուր լացեց, բոլոր վախերն ու անվստահությունները, որոնք նա ամիսներ շարունակ պահել էր, վերջապես դուրս թափվեցին։ Այսպես Ռոբերտը գտավ նրան։ Նա պնդել էր, որ իր վարորդը իրեն տանի հիվանդանոց, հենց որ Մարինեն զանգահարեց նորությունը հայտնելու համար։ Նա մտավ հիվանդանոց, դեռ հենված ձեռնափայտի վրա, դժվարությամբ, բայց վճռականորեն շարժվելով, մինչ գտավ նրան այդ միջանցքում։ «Մարինե», մեղմ կանչեց նա։ Նա բարձրացրեց դեմքը, աչքերը կարմիր լացից։ «Ռոբերտ, դուք չպետք է այստեղ լինեիք։ Դուք դեռ վերականգնվում եք»։ Նա զգուշորեն նստեց նրա կողքին, անտեսելով անհարմարությունը։ «Ուր էլ կլինեի, եթե ոչ իմ սիրած կնոջ կողքին, երբ նա իմ կարիքն ունի»։ Խոսքերը մեղմ թերթիկների պես ընկան, լցնելով նրանց միջ եղած տարածությունը։ Մարինեն նայեց նրան, զարմացած, արցունքները դեռ փայլում էին նրա աչքերում։ «Ինչ»։ «Ես քեզ սիրում եմ, Մարինե։ Ես գիտեմ, որ վաղ է, գիտեմ, որ բարդ է, գիտեմ, որ հազար պատճառ կա, թե ինչու պետք է ավելի շատ սպասեի դա ասելու համար։ Բայց կյանքը ինձ սովորեցրել է, որ մենք չունենք վաղվա երաշխիք։ Եվ ես չեմ ուզում մեկ օր անցկացնել առանց քեզ իմանալու, թե որքան ես նշանակում ինձ համար»։ Մարինեն չէր կարողանում խոսել, չափազանց շատ հույզեր կային կոկորդում։ Ռոբերտը բռնեց նրա ձեռքը։ «Մենք միասին կխնամենք ձեր մորը։ Ես կվճարեմ լավագույն բժիշկների, լավագույն բուժման, ամեն ինչի համար, ինչ նրան պետք կլինի։ Եվ դա բարեգործություն չէ, Մարինե։ Դա սեր է։ Որովհետև սիրելիներին խնամելը, նրանց սիրելիներին խնամելը հենց այն է, ինչ մենք անում ենք, երբ իսկապես հոգ ենք տանում»։ «Ես չեմ կարող ընդունել դա», շշնջաց Մարինեն։ «Շատ է։ Կարող ես։ Եվ կընդունես։ Որովհետև ես գիտեմ, որ դու նույնը կանեիր ինձ համար, եթե կարողանայիր։ Այդպիսին ես դու»։ Մարինեն վերջապես իջեց, թույլ տալով Ռոբերտին գրկել իրեն, մինչ նա լացում էր նրա ուսին։
Այնտեղ հիվանդանոցի այդ սառը անձնական միջանցքում շրջապատված ախտահանիչի հոտով կյանքեր փրկող բժշկության ձայներով նրանց միջ սերը ամրապնդվեց։ Դա այլս հնարավորություն չէր, այլս գուցե չէր։ Դա իրական էր, կոնկրետ, անսասան։ Ժամեր անց, երբ տիկին Սելեստը կայուն էր հանգիստ քնած էր մի մասնավոր սենյակում, որը Ռոբերտը կազմակերպել էր, Մարինեն նա վերջապես կարողացան հանգիստ խոսել։ «Շնորհակալություն», ասաց Մարինեն, բռնելով նրա ձեռքը։ «Ամեն ինչի համար։ Կարիք չկա շնորհակալություն հայտնելու։ Սա այն է, ինչ սիրող մարդիկ անում են միմյանց համար»։ Մարինեն ժպտաց, հոգնած, բայց անկեղծ ժպիտով։ «Մայրիկս կուզենա ձեզ ճիշտ ճանաչել, երբ արթնանա։ Նա միշտ հարցնում է իմ օրվա մասին, այն հիվանդի մասին, ում խնամում եմ։ Կարծում եմ, նա արդեն կասկածում է ինչ-որ բանի մասին։ Եվ ինչ կասեք նրան»։ «Կասեմ ճշմարտությունը։ Որ սիրահարվել եմ ամենահամար, ամենաբարդ, ամենահրաշալի մարդուն, ում երբե հանդիպել եմ»։ Ռոբերտը ծիծաղեց, մի ձայն, որը գնալով ավելի ու ավելի էր տարածվում։ «Համար ու բարդ։ Ես։ Երբեք»։ Նրանք միասին ծիծաղեցին այդ պահին, չնայած ամբողջ քաոսին, չնայած բոլոր անորոշություններին, որոնք դեռ կգային, նրանց միջ խորը խաղաղություն կար։ Բայց քաղաքի մեկ այլ անկյունում Բեատրիսը հեռու էր խաղաղ լինելուց։ Նա լուրը ստացել էր աշխատողներից մեկի միջոցով, որ Ռոբերտը Մարինեի հետից գնացել էր հիվանդանոց։ Նրա տեսքը մի մարդու, ով հազիվ էր կարողանում քայլել, այդքան ջանք գործադրելով այդ կնոջ համար, լցրեց նրան սառը բարկությամբ։ Նա վերցրեց հեռախոսը, զանգեց։ Ժամանակն էր խաղալու վերջին խաղաթուղթը, նույնիսկ եթե դա նշանակում էր ամբողջությամբ ոչնչացնել Մարինեի հեղինակությունը, կոտրել Ռոբերտի սիրտը այդ ընթացքում։ Բեատրիսը գաղտնիք էր պահել, մի տեղեկություն, որը նա հայտնաբերել էր իր հետաքննությունների ընթացքում, մի բան, որը կարծում էր, որ երբեք չի կարիք ունենա օգտագործելու։ Բայց հիմա, տեսնելով, որ լիովին կորցնում է վերահսկողությունը Ռոբերտի ընկերության նկատմամբ, նա պատրաստ էր անել ամեն ինչ։ Եվ քանի դեռ Ռոբերտը Մարինեն կիսում էին խաղաղության այդ պահը հիվանդանոցում, առանց իմանալու, ավելի մեծ փոթորիկ էր ձավորվում հորիզոնում, մի փոթորիկ, որը կփորձարկեր ոչ միայն նրանց սերը, այլ նրանց վստահելու կարողությունը միմյանց դժվարությունների դեմ։ Հաջորդ օրերը Մարինեի համար հույզերի ամերիկյան գնացք էին։ Տիկին Սելեստը լավ էր ապաքինվում, շնորհիվ լավագույն բժշկական խնամքի, որը Ռոբերտը պնդել էր տրամադրել։ Պրոցեդուրան հաջող էր ավարտվել, տարիներ շարունակ առաջին անգամ իրական հույս կար, որ նա կարող էր շատ ավելի լավ կյանքի որակ ունենալ։ Մարինեն իր ժամանակը բաժանում էր հիվանդանոցի առանձնատան միջ, Ռոբերտը երբեք չէր բողոքում, երբեք չէր հարցնում, պարզապես աջակցում էր։ Հենց հիվանդանոց կատարած այդ այցերից մեկի ժամանակ տիկին Սելեստը վերջապես լուրջ զրույց ունեցավ դստեր հետ։ Ռոբերտը նոր էր դուրս եկել սենյակից, ասելով, որ գնում է երկուսի համար սուրճ բերելու, բայց երկուսն էլ գիտեին, որ դա պատճառ էր, նրանց գաղտնիություն տալու համար։ «Այդ մարդը սիրում է քեզ, աղջիկս», ասաց տիկին Սելեստը թույլ, բայց անկեղծ ժպիտով։ Մարինեն զգաց, թե ինչպես է դեմքը կարմրում։ «Մայրիկ, կարիք չկա ինձ հետ ծածնելու։ Ես տեսնում եմ, թե ինչպես է նա նայում քեզ, թե ինչպես ես խոսում նրա մասին։ Եվ Մարինե, աղջիկս, այն ամենից հետո, ինչ դու զոհաբերեցիր ինձ խնամելու համար, դու արժանի ես երջանիկ լինելու»։ Արցունքներ հայտնվեցին Մարինեի աչքերում։ «Բայց մայրիկ, մարդիկ կասեն, որ դա շահադիտական է, կդատեն։ Նա հարուստ է, հզոր, իսկ ես… Դու ամենաուժեղ, ամենաբարի, ամենաարժանի կինն ես, ում ես ճանաչում եմ։ Եվ եթե նա կարողանում է դա տեսնել, ուրեմն նա իմաստուն մարդ է։ Մի թող, որ ուրիշների կարծիքը խլի քո երջանկությունը, Մարինե։ Կյանքը չափազանց կարճ է դրա համար»։ Մարինեն գրկեց մորը, թույլ տալով այդ խոսքերին հանգստացնել այն վախերը, որոնք նա դեռ կրում էր։ Տիկին Սելեստը միշտ ուներ պարզ, բայց խորը իմաստություն նրանից, ով բավականաչափ ապրել էր, հասկանալու համար, թե ինչն է իսկապես կարևոր։ Երբ Ռոբերտը վերադարձավ սուրճերով, նա գտավ երկուսին աշխույժ զրուցելիս զգաց, թե ինչպես է իր սիրտը ջերմանում տեսարանից։ Տիկին Սելեստը նայեց նրան։ Իմաստուն ժպիտով գլխով արեց, որ նա մոտենա։ «Ռոբերտ, նստեք այստեղ։ Ես ուզում եմ ձեզ հետ խոսել»։ Նա ենթարկվեց, մի փոքր նյարդայնացած։ Տիկին Սելեստը կարող էր ֆիզիկապես թույլ լինել, բայց նրա աչքերը ունեին մի маտրիարքի ամրությունը, ով անհեթեթություն չէր ընդունում։ «Դուք սիրում եք իմ աղջկան»։
Ռոբերտը նայեց Մարինեին, ով կարմրել էր, ապա վերադարձավ տիկին Սելեստին։ Սիրում եմ։ Ամբողջ սրտովս։ Եվ կխնամեք նրան։ Կվերաբերվեք նրան այն հարգանքով ու քնքշանքով, որին նա արժանի է։ Դա կանեմ ամեն օր իմ կյանքում, եթե նա թույլ տա։ Տիկին Սելեստը գլխով արեց, բավարարված։ Ապա դուք ունեք իմ օրհնությունը։ Հիմա դուք երկուսը դադարեցրեք կատվի ու մկան այս խաղը շուտով ընդունեք այն, ինչ զգում եք։ Կյանքը չափազանց արագ է անցնում, ժամանակ վատնելու համար։ Մարինեն Ռոբերտը ծիծաղեցին, այդ պահին Մարինեի մոր օրհնությամբ ինչ-որ բան, որը դեռ մի փոքր անորոշ էր, ամբողջությամբ ամրապնդվեց։ Այլս կասկածներ չկային, այլս վախեր չկային։ Միայն այն համոզմունքը, որ նրանք իսկական բան էին կառուցում։ Բայց ինչպես Ռոբերտը դժվարությամբ էր սովորել տարիների ընթացքում, խաղաղության պահերը հազվադեպ էին երկար տում։ Այն ռումբը, որը Բեատրիսը պատրաստել էր, պատրաստվում էր պայթել։ 3 օր անց Մարինեն հասավ առանձնատուն անմիջապես զգաց, որ ինչ-որ բան այն չէ։ Աշխատողները խուսափում էին նրա հայացքից, Կարինեն անհանգիստ էր թվում, օդում մի լարվածություն կար, որը նա չէր կարողանում ճանաչել։ Երբ նա բարձրացավ Ռոբերտի սենյակ, նրան գտավ պատուհանի մոտ կանգնած, հենված ձեռնափայտի վրա, մի արտահայտությամբ, որը նա չէր կարողանում վերծանել։ Ռոբերտ, ի՞նչ է պատահել։ Նա դանդաղ շրջվեց, Մարինեն նրա աչքերում մի բան տեսավ, որը վախեցրեց նրան։ Դա բարկություն չէր, դա հիասթափություն չէր։ Դա ցավ էր։ Բեատրիսը այսօր առավոտ այստեղ էր։ Բերեց որոշ փաստաթղթեր, որոշ տեղեկություններ։ Մարինեն զգաց, թե ինչպես է իր ստամոքսը սեղմվում։ Ինչպիսի՞։ Տեղեկություններ։ Ռոբերտը տատանվեց, Մարինեն տեսավ, որ նա ներքին պայքարում էր։ Նա բացահայտեց, որ քո հայրը կենդանի է։ Մարինեի աշխարհը կանգ առավ։ Նրա հայրը։ Այն մարդը, ով լքել էր իրեն մորը, երբ Մարինեն ընդամենը 5 տարեկան էր։ Այն մարդը, ում մասին այլս լուր չէր եղել, ով երբեք ոչ մի լումա չէր ուղարկել, ով պարզապես անհետացել էր, կարծես նրանք երբեք գոյություն չէին ունեցել։ Եվ ինչ կապ ունի դա ամեն ինչի հետ։ Բեատրիսը հետաքննողներ է վարձել։ Բացահայտել է, որ քո հայրը Գյումրիում է ապրում, այլ ընտանիք ունի։ Եվ ակնհայտորեն, նա լուրջ ֆինանսական դժվարություններ է ունենում։ Նրան դատի են տվել պարտքերի համար։ Մարինեն դեռ չէր հասկանում, թե ուր էր դա տանում, բայց զգում էր, թե ինչպես է փոթորիկը մոտենում։ Բեատրիսը առաջարկում է, շարունակեց Ռոբերտը, ձայնը լարված, որ դու կարող էիր ինձ փնտրել, իմանալով, թե ով եմ ես։ Որ դու կարող էիր ամեն ինչ պլանավորել փող ստանալու համար, ոչ միայն քեզ քո մոր համար, այլ քո հորը պարտքերից ազատելու համար։ Խոսքերը աղյուսների պես ընկան։ Մարինեն զգաց, կարծես հողը ոտքերի տակից ստարվեր։ Դու հավատում ես դրան, շշնջաց նա, ձայնը կոտրվելով։ Ռոբերտը մեկ վայրկյան ավելի ուշ պատասխանեց, մի վայրկյան, որը հավերժություն թվաց։ Ես չեմ ուզում հավատալ։ Բայց դուք դիտարկում եք հնարավորությունը։ Արցունքները սկսեցին հոսել Մարինեի դեմքով։ Այն ամենից հետո, ինչ նրանք անցել էին, այն բոլոր խոչընդոտներից հետո, որոնք նրանք հաղթահարել էին միասին, Բեատրիսը կարողացել էր կասկածի սերմ ցանել։ Ռոբերտ, ես չգիտեի, որ դուք հարուստ եք, երբ ընդունեցի այս աշխատանքը։ Ես երբեք ձեր մասին չեմ հետազոտել, երբեք նույնիսկ ձեր մասին չեմ լսել, մինչ գործակալության Սոնան ինձ չզանգեց։ Իսկ ինչ վերաբերում է իմ հորը, նա ինձ համար մահացած է այն օրվանից, երբ նա լքեց մեզ։ Ինձ չի հետաքրքրում, թե նա պարտքեր ունի, թե հիվանդ է, թե մահանում է։ Նա ինձ համար ոչինչ չէ։ Նա մի քայլ արեց դեպի Ռոբերտը, աղաչելով, որ նա իսկապես տեսնի իրեն։ Այն ամենը, ինչ մենք կառուցել ենք այստեղ, յուրաքանչյուր պահ, յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր զգացում, իրական էր։ Եթե դուք կասկածեք դրան, եթե թույլ տաք Բեատրիսին ոչնչացնել այն, ինչ ունենք ստերով մանիպուլյացիայով, ուրեմն նա արդեն հաղթել է։ Ռոբերտը փակեց աչքերը, ակնհայտորեն պայքարելով իր սեփական անվստահությունների հետ։ Լուսինեի թողած վերքերը դեռ թարմ էին, դեռ ցավում էին։ Նորից խաբվելու, օգտագործվելու գաղափարը կրկնվող մղձավանջի պես էր։ Ինչ ժամանակ է պետք մտածելու համար, ասաց նա վերջապես։ Մարինեն զգաց, թե ինչպես է իր սիրտը կոտրվում։ Նա տվել էր իր ամեն ինչը, ամբողջությամբ բացվել էր, սիրել էր առանց վերապահումների։ Եվ հիմա պատժվում էր դրա համար։ Լավ, ասաց նա, ձայնը զարմանալիորեն ամուր, չնայած արցունքներին։
Ես ձեզ կտամ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Բայց մի բան իմացեք, Ռոբերտ Ալեքսանյան Սարգսյան։ Ես ձեզ սիրում եմ։ Սիրում եմ ոչ թե այն պատճառով, որ դուք հարուստ եք, ոչ թե այն պատճառով, որ կարող եք վճարել մորս բուժումների համար, ոչ էլ այդ մակերեսային պատճառներից որևէ մեկի համար։ Սիրում եմ, որովհետև դուք ինձ տեսնում եք։ Որովհետև դուք քնքուշ եք, չնայած ցավին։ Որովհետև դուք պայքարում եք, նույնիսկ երբ ավելի հեշտ կլիներ հանձնվել։ Եվ եթե դուք չեք կարողանում դա տեսնել, եթե չեք կարողանում վստահել դրան, ուրեմն գուցե Բեատրիսը մի բանում ճիշտ էր։ Գուցե մենք իսկապես չափազանց տարբեր աշխարհներից ենք։ Նա վերցրեց իր պայուսակը, դուրս եկավ սենյակից, յուրաքանչյուր քայլ ցավում էր, կարծես ապակու բեկորների վրա էր քայլում։ Նա անցավ Բեատրիսի կողքով միջանցքում, ով դեմքին բավարարվածության ժպիտ ուներ։ Մարինեն մի պահ նայեց նրան, Բեատրիսը հավանաբար նրա աչքերում մի բան տեսավ, որը ստիպեց նրան մի քայլ հետ քաշվել։ Դուք կարող էիք հաղթել այսօր, մեղմ ասաց Մարինեն, բայց դուք նրան չհաղթեցիք։ Որովհետև մի օր Ռոբերտը կհասկանա, որ այն մարդը, ով իրականում օգտագործում է իրեն, միշտ դուք եք եղել։ Մարինեն դուրս եկավ առանձնատնից, առանց հետ նայելու։ Ռոբերտի վարորդը նրան հետ տարավ տուն, հարգալից լուր, նրա ակնհայտ ցավի առաջ։ Երբ նա հասավ իր բնակարան Նոր Նորքում, Մարինեն վերջապես թույլ տվեց իրեն ամբողջությամբ կոտրվել։ Հաջորդ օրերը ամենադժվարն էին, որոնց Մարինեն բախվել էր։ Նա ստիպված էր արագորեն եկամուտի այլ աղբյուր գտնել, ընդունելով ժամանակավոր աշխատանքներ, մինչդեռ այցելում էր մորը հիվանդանոցում։ Տիկին Սելեստը անմիջապես նկատեց, որ ինչ-որ բան այն չէ, բայց Մարինեն պարզապես ասաց, որ որոշել է աշխատանք փոխել, առանց մանրամասների։ Մինչդեռ առանձնատանը Ռոբերտը նորից ընկղմվեց խավարի մեջ։ Բայց այս անգամ այլ էր։ Դա ֆիզիկական ցավի կամ լքվածության խավարը չէր։ Դա այն խավարն էր, որ գիտեր, որ վիրավորել էր մեկին, ում սիրում էր իր սեփական անվստահությունների պատճառով։ Կարինեն փորձեց խոսել նրա հետ, բայց նա մերժեց նրան։ Ֆիզիոթերապևտները, ում Մարինեն կազմակերպել էր, շարունակում էին գալ, բայց նա հազիվ էր համագործակցում։ Եվ Բեատրիսը, մտածելով, որ վերջապես հաղթել էր, սկսեց ավելի շատ վերահսկողություն պահանջել բիզնեսի նկատմամբ։ Հենց Կարինեն էր, ով վերջապես քաջություն ունեցավ առերեսվել նրա հետ, առանց թույլտվության մտնելով սենյակ մի առավոտ։ Պարոն Ռոբերտ, ամբողջ հարգանքով, բայց դուք հիմար եք։ Ռոբերտը նայեց նրան, զարմացած։ Ես տարիներ շարունակ տեսել եմ, թե ինչպես եք դուք ոչնչացնում ձեր կյանքը։ Ես տեսել եմ, երբ տիկին Լուսինեն ձեզ վատ էր վերաբերվում, տեսել եմ, երբ նա հեռացավ, տեսել եմ, թե ինչպես եք դուք ընկղմվել դժբախտ պատահարից հետո։ Եվ հետո Մարինեն եկավ։ Եվ տարիներ շարունակ առաջին անգամ ես ձեզ իսկապես ժպտալիս տեսա։ Ես ձեզ տեսա պայքարելիս, ջանքեր գործադրելիս, ապրելիս։ Կարինե, դու չես հասկանում։ Հասկանում եմ, այո։ Դուք վախենում եք։ Վախենում եք վստահել, նորից դավաճանվել։ Բայց թույլ տվեք մի բան ասել ձեզ։ Ես այս տանը աշխատում եմ 15 տարի։ Ես տեսել եմ տասնյակ մարդկանց անցնելիս այստեղով, աշխատողներից մինչ բիզնես գործընկերներ։ Եվ երբեք չեմ տեսել, որ որևէ մեկը ձեզ նայի այնպես, ինչպես Մարինեն էր նայում։ Այդ աղջիկը ձեզ իսկապես սիրում է։ Եվ դուք դա գիտեք։ Ռոբերտը շրջեց դեմքը, բայց Կարինեն չավարտեց։ Տիկին Բեատրիսը ձեզ ստել է ամբողջ կյանքում։ Մանիպուլյացիա է արել իրավիճակները, օգտագործել է ձեզ իր սեփական շահի համար։ Եվ երբ Մարինեն եկավ սկսեց ձեզ ստիպել դա գիտակցել, նա խուճապի մատնվեց։ Այդ պատմությունը Մարինեի հոր մասին։ Կարող է նույնիսկ ճիշտ լինել, որ այդ մարդը գոյություն ունի, պարտքեր ունի, բայց մնացածը ամբողջությամբ հորինվածք է։ Մարինեն երբեք ձեզ փողի համար չի փնտրել։ Նա նույնիսկ չգիտեր, ով եք դուք, երբ սկսեց այստեղ աշխատել։ Ինչպես գիտես դա։ Որովհետև ի տարբերություն ձեզ, ես ուշադրություն եմ դարձնում մարդկանց։ Եվ որովհետև ես խոսել եմ գործակալության Սոնայի հետ։ Հենց նա էր, ով զանգեց Մարինեին, առաջարկելով աշխատանքը։ Մարինեն նույնիսկ ձեր անունը ճիշտ չգիտեր, առավելս ձեր ֆինանսական վիճակը։ Ռոբերտը զգաց, թե ինչպես է ինչ-որ բան կոտրվում իր ներսում։ Նա հիմար էր եղել։ Նա թույլ էր տվել վախին անվստահությանը ոչնչացնել ամենաթանկ բանը, որ երբեք գտել էր։ Եվ հիմա, նա պետք է գտներ մի միջոց, դա շտկելու համար։
Հաջորդ օրերին Ռոբերտը արեց մի բան, որը չէր արել դժբախտ պատահարից առաջ։ Լիովին վերահսկողություն ստանձնեց իր ընկերության նկատմամբ։ Նա հանդիպումներ կազմակերպեց, քննեց բոլոր փաստաթղթերը, որոնք Բեատրիսը ստորագրել էր իր անունով, բացահայտեց անկանոնություններ, որոնք տատանվում էին ֆավորիտիզմից մինչ միջոցների շեղում։ Եվ երբ նա ունեցավ բոլոր ապացույցները, առերեսվեց զարմուհու հետ։ Հանդիպումը տեղի ունեցավ ընկերության գրասենյակում, փաստաբանների ներկայությամբ։ Բեատրիսը փորձեց հերքել, փորձեց արդարացնել, բայց Ռոբերտը Մարինեից մի կարևոր բան էր սովորել, որ ճշմարտությունն ու ազնվությունն ավելի կարևոր էին, քան հարմարավետությունը կամ շահույթը։ Դուք կհրաժարվեք ընկերության բոլոր պաշտոններից, սառը ասաց Ռոբերտը։ Կվերադարձնեք շեղված յուրաքանչյուր լումա։ Եվ կհեռանաք իմ կյանքից։ Եթե դա անեք հանգիստ, ես ձեզ դատի չեմ տա։ Եթե ոչ, ես կօգտագործեմ իմ ողջ ուժն ու ռեսուրսները ապահովելու համար, որ դուք վճարեք այն ամենի համար, ինչ արել եք։ Բեատրիսը նայեց Զարմիկին, առաջին անգամ տեսնելով լիակատար վճռականությունը նրա աչքերում։ Նա թերագնահատել էր, թե որքան էր փոխվել, որքան էր ուժեղացել։ Պարտված, նա ստորագրեց հրաժարականի փաստաթղթերը։ Երբ նա դուրս էր գալիս, Ռոբերտը նրան վերջին անգամ կանչեց։ Բեատրիս, դու փորձեցիր ոչնչացնել միակ մարդուն, ով իսկապես հոգ էր տանում ինձ համար։ Եվ գիտես, ինչն է ամենավատը։ Հազիվ թե հաջողվեց։ Բայց Մարինեն ինձ սովորեցրեց մի բան, որը դու երբեք չէիր կարող հասկանալ։ Որ իսկական սերը վերահսկողության կամ մանիպուլյացիայի մասին չէ։ Այն վստահության մասին է, մարդկանց լավագույնին հավատալու մասին, նույնիսկ երբ ավելի հեշտ է հավատալ վատագույնին։ Օրեր անց Ռոբերտը կանգնած էր, առանց ձեռնափայտի օգնության, Մարինեի բնակարանի դիմաց նոր նորքում։ Նա 1000 անգամ էր կրկնել, թե ինչ կասի, բայց հիմա, երբ այնտեղ էր, բոլոր բառերը անհարմար էին թվում։ Հենց տիկին Սելեստը բացեց դուռը։ Նա դուրս էր գրվել հիվանդանոցից շատ ավելի լավ էր, դեմքին կարմրություն, աչքերում փայլ։ Ռոբերտ, ասաց նա զարմացած։ Ներս եկեք։ Տիկին Սելեստ, ես եկել եմ տեսնելու Մարինեին։ Ես գիտեմ, որ արժանի չեմ, գիտեմ, որ ամեն ինչ փչացրել եմ, բայց պետք է խոսեմ նրա հետ։ Տիկին Սելեստը երկար նայեց նրան։ Նա սենյակում է։ Դեռ շատ է վիրավորված, Ռոբերտ։ Եթե դուք այստեղ եք եկել նրան նորից վիրավորելու համար, ավելի լավ է հիմա հեռանաք։ Ես եկել եմ ներողություն խնդրելու։ Ես եկել եմ նրան ասելու այն, ինչ պետք է ասեի սկզբանե։ Որ վստահում եմ նրան, որ հավատում եմ նրան, որ չեմ կարող պատկերացնել իմ կյանքը առանց նրա։ Տիկին Սելեստը գլխով արեց նրան առաջնորդեց փոքր բնակարանով։ Մեղմ թակեց սենյակի դուռը։ Մարինե, այստեղ մեկը կա, ով ուզում է քեզ հետ խոսել։ Երբ Մարինեն բացեց դուռը, տեսավ Ռոբերտին այնտեղ, նրա աչքերը լցվեցին արցունքներով։ Ինչ ես անում այստեղ։ Ռոբերտը մի քայլ առաջ արեց, առանց ձեռնափայտի, առանց օգնության, միայն իր սեփական վճռականության ուժը պահում էր նրան ոտքի վրա։ Ես այստեղ եմ, որովհետև հիմար էի։ Որովհետև թույլ տվեցի վախին ոչնչացնել ամենաթանկ բանը, որ երբեք ունեցել եմ։ Որովհետև քեզ վիրավորեցի, երբ դու ինձ միայն սեր նվիրում ցույց տվեցիր։ Նա բռնեց նրա ձեռքերը։ Մարինե, դու ինձ փրկեցիր։ Ոչ միայն իմ մարմինը, փրկեցիր իմ հոգին։ Ինձ սովորեցրիր նորից վստահել, նորից սիրել, նորից ապրել։ Եվ ես դրա համար վճարեցի, կասկածելով քեզ, կասկածելով այն, ինչ ունենք։ Ես արդարացում չունեմ, միայն խնդրանք։ Կներես ինձ։ Ինձ հնարավորություն տուր ապացուցելու, որ կարող եմ լինել այն մարդը, ում դու արժանի ես։ Մարինեն հիմա բացահայտ լացում էր։ Դու ինձ վիրավորեցիր, Ռոբերտ։ Ինձ խորապես վիրավորեցիր։ Ես գիտեմ։ Եվ ես կանցկացնեմ իմ կյանքի մնացած մասը, փորձելով փոխհատուցել դա։ Բայց պետք է, որ դու մի բան իմանաս։ Ես Բեատրիսին վտարեցի ընկերությունից, առանձնատնից, իմ կյանքից։ Ես բացահայտեցի նրա բոլոր մանիպուլյացիաները, բոլոր հանցագործությունները, որոնք նա կատարել էր։ Եվ հասկացա, որ դու ի սկզբանե ճիշտ էիր։ Դու ինձ իսկապես տեսնում էիր, մինչդեռ մյուս բոլորը տեսնում էին միայն այն, ինչ ես կարող էի առաջարկել։ Մարինեն փակեց աչքերը, պայքարելով ցավի սիրո մեջ։ Ինչպես իմանամ, որ սա նորից չի կրկնվի։ Որ հաջորդ դժվարության դեպքում դու ինձ չես կասկածի։
Որովհետ ես ամեն օր ջանքեր կգործադրեմ, արժանի լինելու քո վստահությանը։ Որովհետ ես սովորել եմ, որ սիրել նշանակում է ընտրել հավատալ, նույնիսկ երբ դժվար է։ Եվ որովհետ, Մարինե Սանթոս, ես քեզ սիրում եմ ավելին, քան կարծում էի, թե հնարավոր է սիրել մեկին։ Մարինեն նայեց նրան, տեսավ անկեղծությունը նրա աչքերում, տեսավ այն մարդուն, ով փոխվել էր, ով մեծացել էր, ով սովորել էր։ Եվ չնայած ցավին, չնայած վախին, գիտեր, որ իր սիրտը արդեն կայացրել էր որոշումը։ Ես նույնպես քեզ սիրում եմ, շշնջաց նա։ Ռոբերտը նրան քաշեց գրկելու այնտեղ, նոր Նորքի համեստ բնակարանի այդ փոքր սենյակում, նրանք կնքեցին ոչ միայն հաշտություն, այլ խոստում։ Խոստում կառուցելու իսկական մի բան, որը կդիմանար բոլոր փոթորիկներին, որոնք դեռ կգային։ Հաջորդող ամիսները վերակառուցման աճի էին։ Ռոբերտը Մարինեն հրապարակայնացրին իրենց հարաբերությունները, միասին դիմակայելով դատող հայացքներին, չար մեկնաբանություններին։ Բայց յուրաքանչյուր դատող մարդու համար 10 հոգի կային, ովքեր տեսնում էին ճշմարտությունը, երկու մարդ, ովքեր հանդիպել էին ամենաանհավանական պահին կառուցել գեղեցիկ բան։ Ռոբերտը լիովին վերականգնեց շարժունակությունը, շնորհիվ ոչ միայն բժշկական բուժումների, այլ այն մոտիվացիայի, որը Մարինեն նրան տալիս էր ամեն օր։ Եվ նա իր հերթին նորից սկսեց բուժքույրություն սովորել, այս անգամ Ռոբերտի ֆինանսական, բայց նա հուզական աջակցությամբ միշտ հիշեցնելով, որ իր երազանքները նույնքան կարևոր էին, որքան նրա երազանքները։ Տիկին Սելեստը, այժմ կայուն առողջությամբ լավագույն բժշկական հսկողություն ստանալով, ամեն ինչի ականատես էր մոր լուր հպարտությամբ, ով տեսնում էր, թե ինչպես է դուստրը վերջապես գնահատվում այնպես, ինչպես արժանի էր։ Մի արոտ գարնանային օր Ռոբերտը ծնկի իջավ առանձնատան նույն այգում, որտեղ Մարինեն նրան օգնել էր առաջին անգամ ոտքի կանգնել։ Պարզ, բայց նշանակալի մատանիով նա խնդրեց նրա ձեռքը ամուսնության համար։ Մեծ ելույթներ չկային, հանդիսատես չկար, միայն նրանք երկուսը իրենց զգացմունքների հում ճշմարտությունը։ Ամուսնացիր ինձ հետ, Մարինե։ Ոչ թե այն պատճառով, որ ես քո կարիքն ունեմ, այլ որովհետ ես քեզ եմ ընտրում։ Ամեն օր, հավերժ, ես քեզ եմ ընտրում։ Եվ նա ասաց. այո։ Ամուսնությունը հենց այնպիսին էր, ինչպիսին Մարինեն միշտ երազել էր, պարզ, մտերիմ, լի իսկական սիրով։ Տեղի ունեցավ առանձնատան այգում, զարդարված դաշտային ծաղիկներով, ներկա էին մարդիկ, ովքեր իսկապես կարևոր էին։ Մարինեի հարանները նոր Նորքից, Կարինեն մյուս աշխատողները, ովքեր դարձել էին ընտանիք, բժիշկները, ովքեր ուղեկցել էին նրանց ճանապարհին, իհարկե, տիկին Սելեստը պատվավոր տեղում։ Շքեղություն չկար հրավիրյալների ուռճացված ցուցակ, կարևոր մարդկանցով։ Կար միայն ճշմարտություն, ծեր երկու մարդու տոնակատարություն, ովքեր միմյանց մեջ գտել էին ոչ թե փրկիչ, այլ գործընկեր։ Արարողության ամենահուզիչ պահը այն էր, երբ Ռոբերտը, առանց որևէ աջակցության, քայլեց դեպի Մարինեն զոհասեղանին։ Յուրաքանչյուր քայլ ամուր էր, վճռական, վկայություն ոչ միայն նրա ֆիզիկական ապաքինման, այլ նրա լիակատար վերափոխման։ Իր երդումները հայտարարելիս նրա ձայնը խեղդվեց հույզերից։ Մարինե, դու ինձ գտար, երբ ես ամեն առումով կոտրված էի։ Ինձ սովորեցրիր, որ ուժը երբեք չընկնելը չէ, այլ ոտքի կանգնելու քաջություն ունենալը։ Ինձ սովորեցրիր, որ սերը իշխանության կամ վերահսկողության մասին չէ, այլ ամեն օր ընտրելը, ավելի լավը լինել մյուսի համար։ Դու իմ փրկությունն ես, իմ հրաշքը, իմ տունը։ Եվ խոստանում եմ իմ կյանքի մնացած մասը քեզ ցույց տալ, թե որքան եմ շնորհակալ, որ դու մտար իմ սենյակի դուռը այդ առաջին առավոտ հրաժարվեցիր հանձնվել ինձ։ Մարինեն նույնպես լացում էր, երբ տալիս էր իր երդումները։ Ռոբերտ, դու ինձ սովորեցրիր, որ սերը կարող է գոյություն ունենալ ամենաանհավանական վայրերում։ Որ երկու մարդ, բոլորովին տարբեր աշխարհներից, կարող են կամուրջ կառուցել իրենց միջ, եթե պատրաստ են հանդիպել մեջտեղում։ Դու ինձ տեսար, երբ ես անտեսանելի էի, ինձ գնահատեցիր, երբ ես ինձ փոքր էի զգում։ Եվ խոստանում եմ քեզ սիրել ոչ թե այն մարդու համար, ով դու կայիր, ոչ էլ այն մարդու համար, ով կարծում էիր, թե պետք է լինես, այլ այն մարդու համար, ով դու կաս, անկատար, բարդ, հրաշալի։ Երբ նրանք վերջապես համբուրվեցին, որպես ամուսին ու կին, ներկա բոլորը ոտքի կանգնեցին, ծափահարելով, բայց նրանք հազիվ էին լսում։ Նրանք կորած էին միմյանց մեջ այդ կատարյալ պահին, երբ բոլոր տառապանքները, բոլոր կասկածները, բոլոր վախերը վերջապես իմաստ ունեին, քանի որ նրանց հասցրել էին այնտեղ։ Հաջորդող ամիսները նոր անակնկալ բերեցին։ Մարինեն հայտնաբերեց, որ հղի է։ Նորությունը առանձնատունը լցրեց մի ուրախությամբ, որը նա երբեք չէր ճանաչել։ Ռոբերտը չէր կարողանում դադարել ժպտալուց, անընդհատ ձեռքը դնելով Մարինեի փորին, խոսելով այնտեղ աճող երեխայի հետ։
Երբ վերջապես ծնվեց, մուգ աչքերով ուժեղ լացով մի աղջիկ, նրան անվանեցին Սելեստ, ի պատիվ այն կնոջ, ով Մարինեին մեծացրել էր այդքան սիրով զոհաբերությամբ։ Տիկին Սելեստը լացեց, առաջին անգամ թոռնուհուն գրկելիս, տեսնելով այնտեղ մի պատմության շարունակություն, որը նա սկսել էր տարիներ առաջ։ Առանձնատունը, որը նախկինում սառը լուր դամբարան էր, այժմ լի էր կյանքով։ Երեխայի լացը, Մարինեի ծիծաղը, Ռոբերտի երգելու ձայնը, մինչ նա օրորում էր դստերը։ Պատուհանները բաց էին մնում, թողնելով առը ներս մտնել, վարագույրները պարում էին զեփյուռից։ Ռոբերտին այլս ձեռնափայտ պետք չէր, բայց նա պահում էր այն որպես հիշողություն։ Ոչ թե դժբախտ պատահարի կամ ցավի մասին, այլ այն ճանապարհի, որը նա անցել էր, այն մարդու, ում նա դարձել էր։ Երբեմն նա նայում էր այդ ձեռնափայտին, հիշում էր այն դառը կոտրված մարդուն, ում նա եղել էր, ապա նայում էր Մարինեին, խաղալիս Սելեստի հետ զարմանում էր վերափոխումից։ Մի գիշեր, երբ երեխան հանգիստ քնած էր օրորոցում, իսկ Մարինեն հանգստանում էր նրա կողքին, Ռոբերտը վերջապես հասկացավ, թե ինչ էր Մարինեն փորձում իրեն սովորեցնել ի սկզբանե։ Որ փրկությունը չէր գալիս կորցրածը վերականգնելուց, այլ դրա փոխարեն նոր ավելի լավ բան հայտնաբերելուց։ Որ իսկական սերը բուժում էր ոչ միայն ֆիզիկական վերքերը, այլ հոգու վերքերը, որոնք ոչ ոք չէր կարող տեսնել։ Նա այլս այն ամբարտավան անձեռնմխելի գործարարը չէր, ում նա եղել էր։ Նա պարզապես մի մարդ էր, անկատար երախտապարտ, ով սովորել էր, որ իսկական ուժը գալիս է խոցելիությունից, որ իսկական իշխանությունը գալիս է սերից, որ իսկական հարստությունը ոչ թե բանկային հաշվում էր, այլ այն մարդկանց մեջ, ում մենք ընտրում ենք, ովքեր ընտրում են լինել մեր կողքին։ Մարինեն շրջվեց դեպի նա, աչքերը փայլում էին մթնշաղում։ Ինչի՞ մասին ես մտածում։ Ռոբերտը նրան ավելի մոտ քաշեց։ Մտածում եմ, որ եթե մեկը ինձ ասեր, այդ առաջին օրը, երբ դու մտար իմ սենյակ, որ դու լիովին կփոխես իմ կյանքը, ես չէի հավատա։ Բայց ահա մենք ենք, աղջիկ ունենք, մի կյանք, որի մասին երբեք չէի երազել, որ հնարավոր է։ Մարինեն ժպտաց։ Կյանքի լավագույն բաները նրանք են, որոնք մենք չենք պլանավորում, բայց որոնք ընտրում ենք գրկել, երբ հայտնվում են։ Եվ նրանք մնացին այնտեղ, հարմարավետ լռության մեջ, ովքեր բառերի կարիք չունեն միմյանց հասկանալու համար, իմանալով, որ գտել են հազվագյուտ թանկարժեք բան։ Ոչ թե դժվարություններից զերծ հեքիաթ, այլ երկու մարդու իրական պատմություն, ովքեր հրաժարվել էին հանձնվել միմյանցից, ովքեր ընտրել էին սերը, նույնիսկ երբ ավելի հեշտ էր ընտրել վախը, ովքեր միասին կառուցել էին կյանք ոչ թե իրենց տարբերությունների պատճառով, այլ դրանց շնորհիվ։ Պատմության ավարտը, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարինեի Ռոբերտի պատմությունը շոշափել է ձեր սիրտը։ Եթե դուք հուզվեցիք, թողեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում, պատմեք, թե ինչն է ձեզ ամենից շատ տպավորել։ Ամեն օր մենք բերում ենք նման ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմը։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում։